որ եթե եւ երիտուրքերը ազդվեին ազգի ֆրանսիական մոդելից, հնարավոր է ազգային փոքրամասնությունները այնպիսի խնդիրներ չունենային Օսմանյան կայսրությունում, ինչպես որ ունեցան։ Այսինքն երիտուրքեր մենք ունենք հայ երիտուրքեր, հուն երիտուրքեր, Կելեկյան օրինակ։ Այո, իհարկե, դրանք Կելեկյանը։ Սակայն հանրային քարոզչության դաշտ այդ թուրքական ռասա երևույթը պորտկաց կարելի ասել ռուս-ճապոնական պատերազմից հետո։ Իրենք իրենց համարում էին թուրքական զինվոր ռասայի հատկանիշները կրող անհատներ եւ իրենք եւս սուլթանական դինաստիան համարում էին այլասերված օսմանյան օտարամոլ օտարածին ես տեսնում եմ որ դուք ուզում եք որ մենք դառնանք քրիստոնյա թուրք մենք օսմանցի ենք մենք թուրք չենք դառնալու Բարև ձեզ, այսօր մանկուր պատմության իմ զրուցակիցն է Ռեգինա Գալուստյանը, ով պատմական գիտությունների թեկնածու է Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի գիտաշխատող, եւ մենք այսօր խոսել ենք երիտուրքական գաղափարախոսությունների մասին։ Երիտուրքական կամ ինչպես մենք այսօր պարզեցինք, որ ավելի կոռեկտ է անվանել Միություն եւ առաջադիմություն կուսակցության կոմիտեի կամ իդեադական կոմիտեի գաղափարախոսություն, մենք խոսել ենք տարբեր գաղափարների մասին, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում տարածված էին, օսմանիզմի մասին, պանիսլամիզմի մասին, թյուրքիզմի մասին, մենք փորձել ենք հասկանալ ինչպես եվրոպական գաղափարները ազդում էին թուրքական հասարակության վրա եւ ընդհանրապես իդեադականների վրա եւ նաեւ փորձել ենք հասկանանք ինչպես նրանք նպաստեցին, ինչպես նրանք օգնեցին երիտուրքերին կազմակերպել հայոց ցեղասպանությունը, ինչ մոտիվացիաներ ունեին առաջնորդները, ինչ գաղափարներով էին իրենք առաջնորդվում, երբ որ իրականացնում ենք հայոց ցեղասպանությունը, չափազանց հետաքրքիր զրույց է ստացվել, իմ համար նույնիսկ շատ ուսուցանները ասում են նույնիսկ որտեղ ես այս թեմայով եմ զբաղվում, անպայման դիտեք այս հաղորդումը, բաժանորդագրվեք մեր բոլոր ալիքներում, որ մենք ունենք, Telegram-ում մենք ամեն օր նյութեր ենք դրում բավականին հետաքրքիր, Patreon-ում կարող եք մեզ օգնել եւ դիտեք մեր հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Ռեգինա ջան, ողջույն։ Ողջույն։ Այսօր մենք խոսելու ենք, քանի որ ապրիլի 22-ին է մեր այս զրույցը լինելու, այսօր մենք խոսելու ենք հայոց ցեղասպանության հետ կապված դեպքերի վերաբերյալ ու նաև ու հիմնականում այսօր շեշտ դնելու ենք գաղափարախոսության վրա, թե ինչ գաղափարախոսություններ որ բերեց ցեղասպանության, որտեղ ցեղասպանությունների համար անպայման պետք է գաղափարախոսություն, չէ՞։ Ես չգիտեմ մարդկության պատմության մեջ այլ ինչ-որ մի ցեղասպանություն, որը տեղի ունեցել զուտ ֆունկցիոնալ պատճառներով։ Հիմնական բոլորի դեպքում եղել է ինչ-որ գաղափար, որը տարել է, որը մոբիլիզացրել է մարդկանց եւ այլն։ Եվ քանի որ երիտուրքական կուսակցությունն է իրականացնողը հայոց ցեղասպանություն, կուզենամ սկսեմ հենց այդ հարցից, թե դրանից ինչ գաղափարական դաշտում ծնվեցին իրենք, այսինքն ինչ էր տիրում աշխարհում, ինչ գաղափարներ էին այդ ժամանակ իշխում Եվրոպայում կամ ավելի լայն աշխարհում, որի ծնունդ էր երիտուրքական գաղափարախոսությունը։ Շատ լավ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն համաձայն եմ, մենք չունենք մինչ օրս գրանցված որևէ ցեղասպանություն, որի հետևում որևէ գաղափարախոսություն չի եղել, անկախ այդ ֆունկցիոնալ երևույթներից ու հատկանիշներից, ու բնականաբար երիտուրքերը եւս ունեին գաղափարախոսություն։ Ուրեմն իրենց կազմավորման տեղը շատ կարևոր էր։ Միություն եւ առաջադիմություն կոմիտեն կազմավորվեց 1889 թվականին Կոստանդնուպոլսի ռազմական բժշկական քոլեջում։ Թիվը եւս շատ սիմվոլիկ էր, սա ֆրանսիական հեղափոխության 100-ամյակն էր։ Մի խումբ ուսանողների կողմից Իսհակ Սյուքութի, Իբրահիմ Թեմո, Աբդուլլա Ջևդետ, Մեհմեդ Ռեշիդ, ընդ որում այս 4-ից 2-ը մենք արդեն 1915 թվականին իրենց դերակատարությունը կտեսնենք հայոց ցեղասպանության ընթացքում։ Ինչ դերակատարություն ունեցավ եվրոպական միտքը նրանց գաղափարների վրա, նախ իրենք ֆրանսիական հեղափոխությամբ շատ ոգևորված էին։ Բացի դրանից մենք գիտենք, որ Սուլթան Աբդուլհամիդ II անընդհատ դասախոսներ էր հրավիրում հենց ռազմական ուսումնարանների համար։
Եվրոպայից։ Նույն Կոլմար ֆոն դեր Գոլցը, որը հրավիրվել էր Օսմանյան բանակը վերակազմավորելու համար, ինքը հենց երիտուրքերի դասախոսներից մեկն էր։ Այսինքն այդ կազմավորման տեղը շատ մեծ նշանակություն ուներ։ Այնտեղ նրանք սովորում էին ոչ միայն եվրոպական ռազմարվեստ, այլև գաղափարներ, դարվինիզմ, սոցիալ դարվինիզմ, Դարվինի էվոլյուցիոն տեսությանն էին ծանոթանում, ընդ որում սա մուսուլմանական կայսրության մեջ լրիվ նորույթ էր, նման կարգի այլ դպրոցներ մենք չենք կարող գտնել, ասենք չենք կարող պատկերացնել, որ մսկիթին կից գործող դպրոցում հնարավոր էր Դարվին կամ Սպենսեր դասավանդել կամ էվոլյուցիոն տեսությունը առհասարակ բացատրել աշակերտներին։ Այսինքն հենց ի սկզբանե իրենք որոշակի պատկերացումներ ունեին եվրոպական այդ գաղափարների մասին եւ դրանից ազդվել էին։ Սակայն իրենց այդ ամբողջությամբ կլանվելուն նպաստեց Աբդուլ Համիդի քայլը, ուրեմն 1890-ականներին երիտուրքերը սկսեցին իրենց կուսակցության ծրագիրը եւ մանիֆեստը հռչակել, այսինքն դրանք ուղղակի պամֆլետներ էին, թրոցիկներ էին, որոնք նրանք մայրաքաղաք Կոստանդնուպոլսում էին տարածում, ասեմ, որ Համիդյան կոտորածներից նրանք շատ օգտվեցին, բոլորը զբաղված էին այլ հարցով եւ երիտուրքերը սկսեցին իրենց գաղափարները տարածել այդ թերթոնների միջոցով, բնականաբար կոմիտեն ճնշվեց եւ Աբդուլ Համիդ II-ը սովորաբար ընդդիմադիրներին կախաղան հանելու սովորույթ չուներ։ Իր մեթոդը ընդդիմությունը ճնշելու աքսորն էր։ Մարդիկ ուղարկվում էին կամ Օսմանյան կայսրության շատ հեռավոր վայրեր, Տրիպոլիտանիա օրինակ, որտեղից կամ իրենց բնական մահով էին ուղակի մահանում, կամ այլևս չէին վերադառնում, կամ աքսորում էր Եվրոպա։ Այսպիսով շնորհիվ Աբդուլ Համիդ II-ի մենք այլևս Օսմանյան կայսրությունում ակտիվ գործող որևէ խմբակ երիտուրքական չունենք 1890-ականներին, բայց ունենք երկու ուժեղ կենտրոն՝ Փարիզում եւ Ժնևում։ Նու Ժնևը նաև նրանով էր կարևոր շվեյցարյան քաղաքական վտարանդիներին չէր տալիս, օրենսդրություն ուներ եւ պատահական չէ որ նաև Ժնևում կենտրոնացած են աշխարհի բոլոր հեղափոխականները, սկսած ռուսական այդ նարոդնիկներից, չգիտեմ, վերջացած նաև հայ հեղափոխականներով, հա։ Ուրեմն մենք ունենք սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդներից Սապահ-Գուլյանի հուշերը եւ աշխատությունները, այնտեղ ինքը պատմում է, թե ինչպես էր դասի գնում Աբդուլլա Ջևդեթի եւ Ահմեդ Աղաևի հետ։ Այսինքն դրանք բաց դասախոսություններ էին, որտեղ մեր քաղաքական կուսակցությունները եւ երիտուրք ձևավորվող առաջնորդները գնում էին եւ լսում էին եվրոպական նույն դասախոսներին, նույն ինստրուկտորներին։ Հա, շատ հետաքրքիր է, բայց ուզում եմ այստեղ մի ուրիշ բանի կանք։ Իրենք ի վերջո իսլամական միջավայրից էին դուրս եկել։ Ինչպես էր դա խոսում իր հետ, հա, եվրոպական այդ լուսավորության գաղափարները շատ ժամանակում նաև անաստվածային, հա, այսպես աթեիստական։ Ինչպես էր իրանք դա համադրում, թե իրենք էլ էին ամբողջությամբ այդ աթեիզմի դաշտում։ Այսպես ասեմ, այն գործիչներին, որոնց ես նշեցի, ու նրանց, որոնք որ կգան քաղաքական դաշտ ավելի ուշ 1905-6 թվականներին մենք գիտենք որպես աթեիստ։ Օրինակ կան ականատեսներ, որոնք Թալյաթի հետ շփվել են ու ասում են ինքը Աստծուն չէր հավատում, բայց շատ ֆատալիստ էր։ Այսինքն ինքը ուներ տենց ուղակի երեկոյան դուրս գալու, ինչ որ փողոցներում քայլելու առանց թիկնազորի, թիկնապահի, որովհետև ասում էր ինչ որ լինի, լինելու է։ Նման ինչ որ գաղափարներ ուներ ինքը հետաքրքիր, ամեն դեպքում այն գլխավոր դերակատարները, որոնք մենք գիտենք, իրենք իսլամիստ չէին, կրոնավոր չէին առհասարակ, բայց այս գիծը իրենց եվրոպական մի փոքր առաջադեմ գաղափարները հաշտեցնելու իսլամի հետ եւ քարոզչության մեջ այդ հակասությունները ցույց չտալու, դա մենք տեսնում ենք երիտուրքերի գործունեության մեջ միջև նրանց անկումը։ Տեսականորեն անկումը միջև 1918 թվական։ Հա, միջև որ դա կերպարանափոխվեց մեկ այլ շարժման, որը մենք այսօր կոչում ենք կեմալիստական շարժում։ Այո։ Վերջին հաշվով նույն գաղափարական, նույն չէ, բայց նման գաղափարական հիմքերի վրա էր։ Իսկ ինչքանով ազդեց ազգայնական գաղափարախոսությունը, որը Եվրոպայում այդ ժամանակ այսպես վերելքի շրջանում էր, որտեղ մենք գիտենք, որ Օսմանյան կայսրություն էր, կայսրությունները սովորաբար ազգային գաղափարների վրա չեն հիմնված, իրանք հիմնված են տարբեր ժողովուրդների հիերարխիայի վրա, կան գերիշխող խմբեր, կան ստորադաս խմբեր եւ այդ հիերարխիան է, որ գերիշխող խմբին թույլ է տալիս իշխել։
Ազգային պետություններում բոլորը հավասար են եւ այդ պայքարում, այսինքն կամ պետք է լինի միատար մի հանրույթ, որը այդ ազգային գաղափարներով առաջ տանի պետությունը, կամ այդ փոքր խմբերը իրենք ուղղակի դուրս են մղվում պետությունից։ Չգիտեմ, այտենց շատ ընդհանուր փորձեցի մեր լսողներին դա բացատրեմ։ Ուզում եմ հասկանամ ինչքան ով էր ազգայնականությունը ազդում այդ մարդկանց վրա։ Նախ կարծում եմ պետք է շեշտենք, որ ազգայնականությունը ինքը գաղափարախոսություն է։ Կան դրա տարատեսակներ, ասենք հայկական ազգայնականություն, գերմանական, ճապոնական, բայց ազգայնականությունը ինքը հենց գաղափարախոսություն է։ Եվ բնականաբար Եվրոպայում գտնվելով եւ այդ մտավորականներին ու քաղաքական գործիչներին տեսնելով, իրենք նաեւ տարբեր, այսինքն շատ ձախականների հետ էին շփվում, այսինքն միայն այս ազգայնականների հետ չէին շփվում, բնականաբար իրենք ազդվում էին եւ հասկանում էին, որ Եվրոպայում կա մի տենդենց, որ պետությունները շարժվում են դեպի ազգային պետության հաստատմանը։ Ես օրինակ նախկինում մի քանի անգամ ասել եմ, որ եթե եւ երիտուրքերը ազդվեին ազգի ֆրանսիական մոդելից, հնարավոր է ազգային փոքրամասնությունները այնպիսի խնդիրներ չունենային Օսմանյան կայսրությունում, ինչպես որ ունեցան։ Սակայն մոդել որպես այդպիսին երիտուրքերի համար ծառայեց Գերմանիան եւ Ճապոնիան 1904 թվականից հետո։ Հա, հիմա դրանք կգան ուղղակի էլի որպես մեր լսողներին բարձ դառնա։ Ֆրանսիականը պաստորեն կառուցված էր քաղաքացիական ազգայնականությունից։ Այո, ինքը պետական ավելի հասկացություն էր։ Հա, այսինքն դու պետության քաղաքացի ես։ Այո, ապրում ես այդ տարածքում, այդ պետության մեջ եւ այդ պետության քաղաքացի ես։ Էթնիկական կոծակումը կապ չունի։ Իսկ գերմանականը, քանի որ Գերմանիան միավորվեց հենց գերմանախոս ժողովուրդների հիման վրա, Բիսմարկը միավորեց, ինքը ավելի շատ էթնոլինգվիստիկ է, այսպես ասեմ։ Այո, էթնոլինգվիստիկ էր, եւ մենք կարող ենք հետ գնալ մինչեւ Հերդեր, իրենց տեսաբաններն ու պատմաբանները, որոնք հենց լեզվի եւ մշակույթի մակրության, որովհետեւ գերմանացիները շատ էին ազդված ֆրանսիական մշակույթից, իրենք հենց այդ քարոզով սկսեցին գերմանական ազգայնականությունը։ Բնականաբար արդեն մշակույթից լեզվից անցում կատարվեց դեպի ռասային, որովհետեւ ինչ որ մի պահ սկսեցին խոսել, որ լեզուն յուրահատուկ է եւ տրված է կոնկրետ ռասային, հենց այդ մարդու ռասայական պատկանելիության համար։ Այսինքն, եթե դու գերմանացի ես, պետք է խոսես գերմաներեն, ոչ թե ֆրանսերեն։ Դու հակառակ ես գնում քո ռասային, եթե դու խոսում ես ֆրանսերեն։ Հա, հետաքրքիր է։ Հիմա գանք այդ 1904 թվականի պատերազմին, հա, ռուս-ճապոնական պատերազմին եւ ինչպես ինքը փոխեց իրենց արխայացք, ինչ կատարվեց։ Մինչեւ 1904 թվականը մի թիվ ուղակի ես կուզեի շեշտադրել եւս, դա 1902 թվականին Օսմանյան լիբերալների կոնգրեսն էր։ Մենք սովորաբար հայկական իրականության մեջ այդքան ուշադրություն չենք դարձնում այդ կոնգրեսին, բայց մինչ այդ երիտուրքեր ասվածը դրանք շատ խառը մարդիկ էին։ Ուլեմաներ, սոֆթաներ, հայեր, ալբանացիներ, Էրզրումի երիտուրքական խմբակը հայ-թուրքական էր։ Ունենք արաբական շրջաններում երիտուրքական խմբակներ, որ միայն մուսուլման կրոնավորներ են։ Այսինքն շատ sense խառը Կահիրեի խմբակում 3 հոգի էր ընդամենը։ Ու ինչ տեղի ունեցավ 1902 թվականին, երիտուրքերի շարքերում համալրվեցին նոր անդամներով, նրանցից ամենակարևորը արքայազներն էին, Սաբահեդինը եւ Լյուտֆուլլահը, որոնք առաջարկեցին, որ այնպես է ստացվում, որ բոլորս ենք դեմ Սուլթան Աբդուլհամիդ II-ին, ուրեմն եկեք ուղղակի համաժողով հրավիրենք ու հասկանանք, թե ինչպես պետք է պայքարենք նրա դեմ։ Բնականաբար հրավեր ուղարկվեց նաև էթնիկ փոքրամասնությունների ազգային ներկայացուցիչներին, քաղաքական կուսակցություններին, մեր կողմից հայ հեղափոխական դաշնակցությունը եւ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը մասնակցեցին, նաև այնտեղ 2-3 անկուսակցականներ կային, հայ մտավորականներ, վերակազմյալ հնչակյանները ի սկզբանե մերժել էին, մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը մասնակցեց, այսինքն բոլորը, սակայն կոնգրեսի ընթացքում բարձրացվեցին հարցեր, որից երիտուրքերը բաժանվեցին երկու մասի։ Մենք դա պայմանականորեն անվանում ենք ռադիկալ, արմատական, դա Ահմեդ Ռիզայի խումբն էր, եւ սա այն միություն եւ առաջադիմություն կոմիտեն է, որի մասին մենք խոսելու ենք ու որը իրականում հենց հայոց ցեղասպանության ոչրագործների խմբակներ եւ մյուսը, որը լիբերալներ, ավելի սա Սաբահեդինի անձնական նախաձեռնության եւ ապակենտրոնացման խմբակներ։
Այսինքն լիբերալ ասելով ես նկատի ունեմ Օսմանյան կայսրության չափանիշներով լիբերալ։ Եվ այս պարակտումը հենց կանխորոշեց այն երկու խմբակները, որոնք իրենց գոյությունը կշարունակեն մինչև 1918 թվականը։ Բնականաբար Միություն եւ Առաջադիմությունը, այդ ռադիկալ խումբը, իրենց ուժը շատ ավելի մեծ էր, որովհետեւ իրենք Օսմանյան բանակի սպաների մեջ արդեն քարոզչություն էին սկսել տանել։ Եվ փաստորեն այստեղ մի բան եմ ուզում նաև մեր լսողներին ասենք, որ երբ մենք ասում ենք երիտ թուրքեր, դա մենք հասկանում ենք շատ լայն ցանկացած մարդու տվյալ ժամանակահատվածում, որը դեմ էր Աբդուլհամիդ II-ին եւ վարչակարգին։ Հա։ Ցանկացած մտավորականի, այսպես ասեմ, որովհետեւ մի փոքր պետք է կրթություն ունենալ, ինչ որ գործունեություն պետք է ծավալել։ Այսինքն երիտ թուրքեր մենք ունենք հայ երիտ թուրքեր, հուն երիտ թուրքեր։ Կելեկյան օրինակ։ Այո, իհարկե, դրանք Կելեկյանը։ Հա, դա քշքիր է, այսինքն երբ որ մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, մենք պետք է կենտրոնանանք այդ խմբերից մեկի վրա։ Այո, այո։ Իթիհադականների այսպես կոչված։ Այո, Իթիհադ վեթերակն։ Հա, Իթիհադ վեթերակը, որ նշանակում է Միություն եւ Առաջադիմություն թուրքերեն եւ դրա համար գրականության մեջ նաեւ իթիհադականներ կհանդիպենք եւ դա էլ է։ Եվ սա իրականում շատ ավելի ճիշտ տերմին է։ Այսինքն մենք երիտ թուրքեր մեկ-մեկ կոմպրոմիսային տարբերակով մեր հոդվածներում օգտագործում ենք, որովհետեւ մարդիկ այդպես իրենց ավելի լավ են ճանաչում, բայց մի փոքր սխալ է էլի այդ ծանր հանցագործությունները, որոնք առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում արվեցին բոլոր էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, բարթել բոլոր երիտ թուրքերի վրա, այն դեպքում, որ միայն դա Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի գաղափարն հակառակորդներն են, փաստորեն էլի երիտ թուրքեր են։ Իթիլաֆը, որ իրենց քաղաքական հակառակորդը 12 թվականին հենց իրենք ընտրություններում հաղթեցին Միություն եւ Առաջադիմությունին եւ Միություն եւ Առաջադիմություն կոմիտեն մոտ 6 ամիս անդիմություն դարձավ։ Հա, լավ, դրա մասին ենք խոսենք, որտեղ դեռ հետաքրքիր երկրորդ տեղաշրջումը կա, չէ։ Լավ, գանք ռուս-ճապոնական պատերազմ ու հանկարծակի ճապոնյան փոքրիկ ճապոնյան, հա, քարտեզերավոր նայում ես շատ པարզերում որ իրանք փոքրիկ են, հաղթում է Ռուսաստանի, ինչ է փոխվում։ Նաև թուրքական մտածողության մեջ։ Ոյ, հսկայական բան, արմատական վերափոխումներ են տեղի ունենում։ Ուրեմն, ինչպես նշեցինք, մինչև 1904 թվականը երիտ թուրքերը արդեն եվրոպական մտքին ծանոթ էին նաև ծագող եվրոպական ռասիզմին։ Երկու հեղինակների կարող ենք նշել, Արթուր դը Գոբինոն եւ Գյուստավ Լեբոնը։ Իհարկե շատերը կային, նույն Դարվինը նույնպես ռասաների մասին ինչ որ բան խոսում էր, բայց ասեմ, որ ինքը ընդհանրապես որևէ ռասայական քարոզ չէր տանում։ Կենտրոնանանք այս երկուսի վրա։ Գոբինոն եւ Գյուստավ Լեբոնը իրենք մարդկությունը բաժանում էին ռասայական աստիճանակարգերի, սպիտակը դնելով վերևում, այնուհետև գալիս էր դեղինը եւ ամենաներքևում սևամորթներն էին։ Սակայն Գոբինոյի գրվածքներում շատ դժվար է հասկանալ, թե ինքը ինչ ռասայի մասին է խոսում, որ մի ռասանի նկատի ունի, որովհետև ինքը խոսում է սպիտակների եւ սևամորթների մասին, բնականաբար սպիտակների մտավորունակությունն է գովերքում եւ այլն, եւ ինչ որ մի պահի ինքը անցնում է եւ սկսում է գովերքել ֆրանսիական ռասան, կամ անգլիական ռասան։ Այսինքն այս մարդիկ կարևոր էին նրանով եւ հետագայում նրանք ազդեցություն ունեցան նաեւ նացիստական գաղափարախոսության զարգացման վրա, որ իրենք առաջ քաշեցին ռասայական ազգայնականությունը։ Այսինքն այստեղ մենք բիոլոգիական ռասիզմի մասին չենք խոսում, այլ հենց ռասայական ազգայնականության մասին ենք խոսում։ Երկու հեղինակներն էլ բնականաբար անդրադարձան թուրքերին, իրենք որոշակի ուսումնասիրություններ իհարկե Օսմանյան կայսրության թուրքերի մասին չէին արել, սակայն սա մի ժամանակաշրջան էր, որ եվրոպական արևելագիտական միտքը սկսեց հետաքրքրվել նաև թուրքերով։ Ունեցանք բազմաթիվ ճանապարհորդներ, որ գրում էին դեպի Կենտրոնական Ասիա եւ միջև հեռավոր Արևելք, Հնդկաստան, եւ իրենց ուսումնասիրություններում բնականաբար սկսեցին զուգահեռներ անցկացնել Կենտրոնական Ասիայի թուրքական ժողովուրդների եւ Օսմանյան կայսրության թուրքերի միջև։ Եվ իրենք ի վերջո եկան եւ հանգեցին այն եզրակացությունը, որ Օսմանյան կայսրության թուրքերը թեև կարողացել են խառնամուսնությունների, խառնածնությունների միջոցով իրենց արտաքին ֆիզիկական տիպը փոխել, իրենք դեղին ռասայի ներկայացուցիչներ են։ Սերել են մոնղոլներից եւ այլն։ Եվ բնականաբար Գոբինոն եւ Լեբոնը սկսեցին սրան հղելով, արդեն գոյություն ունեցող այդ աշխատություններին հղելով խոսել նաեւ թուրքական ռասայի մասին։ Իրականում այստեղ այնքան շատ հղումներ չկային, բայց
փաստ էր եւ ֆիքսվեց այն, որ Օսմանյան կայսրության թուրքերը դեղին ռասայի ներկայացուցիչներ էին։ Եվ բնականաբար, քանի որ մենք արդեն ունենք հիերարխիան, եւ երիտուրքերը արդեն ծանոթ են այդ հիերարխիային, իրենք ծանոթ են, բայց իրենց գրվածքներում եւ անձնական նամակագրության մեջ իհարկե իրենք խոսում են թուրքական ռասայի մասին։ Սակայն հանրային քարոզչության դաշտ այդ թուրքական ռասա երևույթը պորտկաց կարելի ասել ռուս-ճապոնական պատերազմից հետո։ Պատերազմի հենց սկզբից մենք ունեցանք սպաներ, օրինակ Կոլմար Ֆոնդերգոլցի շատ ճանաչված ուսանողներից մեկը Պարթև Դեմիրհանը, որը ուղարկվեց որպես պատերազմական լրագրող։ Նա այնտեղից հաղորդում էր ընդհանուր պատերազմի ընթացքը, զինատեսակները, որոնք երկու կողմերից օգտագործվում էին, պատերազմի մեթոդաբանություն եւ այլն եւ այլն։ Այսինքն յուրաքանչյուր բան, որ տեղի էր ունենում ռուս-ճապոնական ճակատում, դա երևում էր Օսմանյան կայսրության մամուլում եւ թուրքական մամուլում։ Եվ իհարկե գիտենք թե ինչպես ավարտվեց պատերազմը, դեռևս չմոդեռնիզացված, դեռևս այդ ուղու վրա գտնվող Ճապոնիան կարողացավ եւ ցամաքում եւ ծովում ուղղակի ջախջախիչ պարտության մատրել Ռուսաստանին։ Ինչ ունենք այս պարտությունից հետո, երիտուրքական միություն եւ առաջադիմություն կոմիտեի հիմնադիր Աբդուլլա Ջևդեթը նամակ է գրում Գյուստավ Լեբոնին եւ ասում է. ինչ էիք մտածում, որ ճապոնացիներին միջին սանդղակում էիք դնում, իսկ ռուսներին վերին սանդղակում։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Այսինքն սա մի ազդակ էր, որ դուք ասում եք, որ դեղինը ստորին աստիճանակարգ է, բայց ոչ։ Մենք եւս կարող ենք այդ նույնը անել։ Շատ հետաքրքիր է։ Իսկ իրենք փաստացի իրենց կան իրենք ոնց են իրենց բնորոշում իրենց ռասան, իսկ ինչ հատկանիշներով բնորոշում իրենք իրենց էլի։ Իրականում ռասային բնորոշող այդ հատկանիշները մենք ունենանք երևի 1910-12 թվականներին։ Այո, որովհետեւ հիմա տեսեք, մենք ունենք ինչ։ Մի կոմիտե, որը վտարանդի է, գործում է Փարիզում եւ Ժնևում հիմնականում, մեծապես կախված է Օսմանյան կայսրության էթնիկ փոքրամասնությունների աջակցություններից, որովհետեւ գիտենք, որ երիտուրքերը, այո, կայսրությունում իրենց քարոզչությունը տանում էին Էրզրումում դաշնակցական կոմիտեի ակումբների միջոցով։ Դրա համար այդ քարոզը իրենք ներկոմիտեական քննարկում էր, այսպես ասեմ։ Ինքը այդպես հանրային քարոզչության դաշտ հենց Օսմանյան կայսրության ներսում դեռևս չէր կարող այդպես դրսևորվել եւ դուրս գալ։ Դա մենք ունենանք երիտուրքերի իշխանության գալուց հետո, միություն եւ առաջադիմություն կոմիտեի իշխանություն գալուց հետո։ Մի բան էլ մի հարց տամ, ինձ դա իրոք հետաքրքրում է, որ արդյոք իրենց թուրք համարում էին։ Օրինակ իշխող խավը բաները, որովհետև ես գիտեմ, որ սուլտանական ընտանիքը իրենց ավելի օսմանցի էին անվանում, օսմանլիկի, իրանք բան էին, ասենք իրենց փորձում էին առանձնացնել են հասարակ գյուղացիներին, ում որ անվանում էին թուրք։ Այո։ Ուրեմն հասկանամ այդ օսմանցի թուրք հակադարձ դրություն չէր լինում ինտելեկտուալ շրջանակների համար։ Միություն եւ առաջադիմություն կոմիտեի գաղափարախոսների մոտ չէր լինում։ Իրենք իրենց համարում էին թուրք, թուրքական զինվոր ռասայի հատկանիշները կրող անհատներ, եւ իրենք եւս սուլթանական դինաստիան համարում էին այլասերված, օսմանյան, օտարամոլ, օտարածին, ասեմ ավելին, այնտեղ, չգիտեմ, ժառանգականության տեսություններից կխոսենք թե չէ, բայց 1906 թվականին, երբ որ երիտուրքերը նախապատրաստում էին հեղաշրջումը, նույն Աբդուլլա Ջևդեթը մի հոդված հրապարակեց, հենվելով Թեոդուլ Արմանրիբոյի, Ժան-Բատիստ Լամարկի տեսությունների, ժառանգականության տեսությունների վրա, եւ ասաց, որ քանի որ կենթանիների վրա արված փորձարկումները ցույց են տալիս, որ անազատության մեջ ծնված ձագերը չեն կրում իրենց նախապապերի ռասայական հատկանիշները, որովհետև այդ փորձարկումները վայրի կենթանիների ձագերի վրա էին հիմնականում արված, ինքը ասեց, հետևաբար սուլթանը չի կրում մեր թուրքական ռասայի հատկանիշները, ինքը իր ողջ կյանքում ծնվել է հարեմում, ապրել է հարեմում, հետևաբար ինքը չի կրում այդ ռասայական հատկանիշները, ու մենք կարող ենք իրեն գահանգեց անել։ Հետաքրքիր է։ Իրոք հիմա որ այսպես խոսում ես, հասկանում ես ինչքան ավելի գաղափարական են այն ժամանակ մարդիկ, նույնիսկ բացասական իմաստով, այսինքն իրենց կյանքը ամբողջությամբ փորձում էին տեղավորեին ասկաման գաղափարախոսությամբ բացատրեին։
Իսկ այդ ռասիստական տեսության դու մի քանի օգուտ նշեցիր միջև այդ, իսկ թուրք հեղինակներ կային, որ այդ տեսության դրանով զբաղվում էին կամ թուրք հեղինակներ մի քանիսը կային, բայց կարծում եմ, որ պետք է առաջինին նշենք։ Յուսուֆ Աքչուրան, որ Ղրիմի թաթար էր, ինքը դեռևս ռուսական կայսրությունում գտնվելով մի հոդվածաշար տպագրեց, կրկին աստված լինելով ռուս-ճապոնական պատերազմից, եւ այդ հոդվածաշարում, որը տպագրվեց Կահիրեի թուրքում, թերթը երիտուրքական պարբերաթերթ էր, այնտեղ ինքը քննության ենթարկեց Օսմանյան կայսրությունում շրջանառվող 3 հիմնական գաղափարախոսությունները՝ օսմանիզմը, պանիսլամիզմը եւ թուրքիզմը։ Այն բոլոր հարցերի, այսպես ասեմ, հարցերը, որոնք որ օդում կախված էին Օսմանյան կայսրությունում, Յուսուֆ Աքչուրան փորձեց այդ հոդվածաշարի միջոցով պատասխանել դրանց, ու այն, որ 1912 թվականին հոդվածաշարը մենք առանձին արդեն Միություն եւ առաջադիմություն կոմիտեի լոգոյով տպագրված առանձին պամֆլետ ենք մենք որպես տեսնում, հասկանում ենք, որ իրականում այդ ամենը ուղղակի Միություն եւ առաջադիմություն կոմիտեի անդամները քաղաքական թևը ворթեգրեց։ Ինչ էր Աքչուրան այնտեղ ասում, որ օսմանիզմը ինքը ֆրանսիական տիպի քաղաքացիություն է եւ այլևս հնարավորությունը որևէ ձևով օսմանյան ազգ ստեղծել օսմանյան կայսրության տարասեր, տարբեր էթնիկ, ռասայական ծագում ունեցող խմբերից այլևս հնարավոր չէ։ Եվ ինքը շատ պարզ է բացատրում, ասում է, մենք չենք ուզում միանալ մեր քրիստոնյա հայրենակիցների հետ, իրենք արդեն շատ վաղուց մեզ օտարել են իրենցից։ Օսմանիզմը մնում է ուղղակի որպես քաղաքական տերմինոլոգիա։ Չկա օսմանիզմ որպես գաղափարախոսություն եւ որպես ազգություն։ Պանիսլամիզմը ինքը կարելի է ասել մի փոքր շատ կամահրական վերաբերմունք ուներ, ուղղակի այդտեղ փորձում է ավելի հիմնավորված բացատրել։ Ինքը ասում է, որ մենք խնդիր ունենք էթնիկ ազգային ինչ-որ միատարր պետություն ստեղծելու, բայց փոխարենը պանիսլամիզմը ասում է, որ մենք պետք է միավորենք աշխարհի բոլոր մուսուլմաններին մեկ պետության կազմի ներսում, ինչը իհարկե հնարավոր չէ, որովհետև չեն կարող գնալ եւ պայքարել ռուսական կայսրության եւ Մեծ Բրիտանիայի հետ, որոնք այդ մուսուլման փոքրամասնությունները հիմնականում այդ երկու կայսրության կազմում էին։ Եվ նաև բան կներես ընդհատում եմ, պանիսլամիզմը Աբդուլհամիդի ժամանակ էր, չէ՞ երևի իշխող գաղափարախոսություն։ Բացի նրանից Աքչուրան նաև մի կարևոր շեշտադրում է անում, ասում է իսլամը վնասակար եւ վտանգավոր է թուրքական ազգայնականության համար։ Իսլամը չի ճանաչում ազգություն։ Եվ մենք դա գիտենք իսլամական կրոնից, Ղուրանից, այսինքն այնտեղ կարևոր է թե դու Ալլահին պաշտում ես, թե չես պաշտում։ Եվ վերջ։ Եվ Աքչուրան դա բացահայտ գրում է, որ այս պանիսլամիզմը եւ իսլամը առհասարակ վնասակար է թուրքական ազգայնականության համար։ Դաշտում եղած գաղափարախոսություններից Աքչուրայի ընտրությունը կանգ է առնում թուրքիզմի վրա, որը նա բացատրում է որպես թուրքական ռասայի վրա հենված ազգայնականություն։ Եվ բացի նրանից, որ ինքը բացատրում է, թե ինչն է թուրքական ռասան, ինքը նաև քաղաքական կոնտեքստ է հաղորդում դրան ու ասում է, որ չպետք է մոռանանք, որ թուրքական ռասայի ներկայացուցիչներ շատ կան Կենտրոնական Ասիայում եւ հնարավոր է մեկ օր միավորել այդ բոլոր ժողովուրդներին եւ շատ ավելի մեծ եւ կարեւոր դերակատարություն ստանձնել տարածաշրջանում, քան օրինակ ռուսական կայսրություններ։ Այսինքն ինքը թուրքիզմի ռասայական բնույթը շեշտադրեց եւ այդ թուրքիզմի քաղաքական պոտենցիալը ընդգծեց։ Եվ կան ժամանակակից հեղինակներ, որ ասում են, որ Աքչուրայի հոդվածաշարը իրականում այն նույն կարևորությունը ունեցավ, ինչը որ կոմունիստական մանիֆեստը մարքսիզմի համար, այո։ Հետաքրքիր է։ Փաստացի իրենք գալիս էին կամած գալիս էին ազգային պետության գաղափարի, մեկ ազգի հիման վրա ստեղծված գաղափարի եւ ոնց էին պատկերացնում այդ Զուլում, այն ժամանակ արդեն կար գաղափար, որ միգուցե մյուս տարերին կարելի է ոչնչացնել, թե դեռ Զուլման կամ ստրատեգիան եմ ուզում հասկանալ, մարտավարության մասին կխոսում դեռ չկա։ Դեռ չկա։ Լավ, իսկ դա կլինի պետական, արդեն երբ որ իրանք իշխանության գալ։ Կան գլոբալ գաղափարների ինչ որ մի դաշտ, որոնք աստիճանաբար սկսում են բյուրեղանալ։
այդ բյուրեղացմանը զուգահեռ սկսում է կազմավորվել նաև այն միություն եւ առաջադիմություն կոմիտեն, որին մենք լիովին կճանաչենք եւ որը լիովին ամբողջովին կդրսեւորվի 1915 թվականին։ Եվ տեսեք, մենք արդեն ունենք ինչ-որ մտավորականներ, հա, ունենք Ալի Հյուսեյնզադե Թուրանը, ունենք Յուսուֆ Ակչուրան, Աբդուլլա Ջևդեթը, որը նամակագրական կապի մեջ էր եվրոպական մտածողների հետ, մենք ունենք Ահմեդ Ռիզան, այսինքն ունենք ինչ-որ անհատներ, բայց հեղափոխությունը ինքը մտավորականների գործ չի միայն։ Մեզ պետք է հարվածային ուժ։ Եվ այդ հարվածային ուժը ոչ թե Ժնևի, Փարիզի, Կահիրեի կամ չգիտեմ այլուր գործող այո մտավորականներն են, այլ Մակեդոնիայում ձևավորված խմբակը։ Վերջնական տեսք այդ խմբակը ստացավ 1905 թվականի վերջ 1906-ին եւ այս խմբակի բոլոր դերակատարներին կարծում եմ մեր ունկնդիրները իրականում կճանաչեն։ Մեհմեդ Թալատ, Ահմեդ Ջեմալ, Քազիմ Ղարաբեքիր, հանրապետական Թուրքիայի երկրորդ եւ երրորդ նախագահները Իսմետ Ինոնյու, Ջելալ Բայար, բոլոր Մակեդոնիայի խմբակից Էնվերը, Իսմայիլ Էնվերը, Նիազի Բեյը, իրականում Նիազին եւ Իսմայիլ Էնվերը եւ մենք շատ բացիկներ ունենք թանգարանում նրանց պատկերող որպես ազատության մարտիկներ, որովհետեւ հեղաշրջման իրոք առաջամարտիկները իրենք էին Իսմայիլ Էնվերը եւ Նիազին։ Այո, շարժումը իրան գլխավորեցին։ Մակեդոնիան էլի հիշեցնեմ մեր կնդիրներին այդ ժամանակ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, շատ անհնազանդ նահանգ էր, մշտապես ապստամբություններ, ելույթներ, խմբեր եւ այլն, եւ այդ ֆիդայական շարժման նման շարժում այնտեղ էլ կար եւ դրա համար Օսմանյան բանակը այնտեղ ուներ շատ լուրջ ներկայություն, որովհետեւ մշտապես ստիպված էր այդ անհնազանդությունները ճնշել եւ ահա 1908 թվին դեռ ինչ որ մի բան կատարվում է, ինչ է կատարվում։ Ուրեմն ասեմ, որ Մակեդոնիա մի ուրիշ հարցով էլ էր շատ կարեւոր։ Եվրոպական պետությունները անընդհատ միջամտում էին բարենորոգումների ծրագիր այնտեղ իրականացնելու։ Նման Արևմտյան Հայաստանի նման։ Այո, իհարկե։ Ու այնտեղ արդեն 1903 թվականից ունենք Մյուրստեգի պայմանագիրը եւ ունենք եվրոպական ջոկատ սպաների։ Այսինքն Էնվերը Նիազին իրենց անընդհատ համեմատում էին այդ եվրոպացի զինվորների, նրանց գաղափարների, նրանց մտածելակերպի հետ, ասում էին մենք եւս կարող ենք այդպիսին լինել։ Մենք եւս կարող ենք փոխվել։ Եվ ինչու հեղաշրջումը իրականացվեց հենց 1908 թվականի ամռանը, որովհետև Ռուսաստանը արդեն պարտվել էր հեռավոր արևելքում, Իրանում կապված խնդիրներ կային Մեծ Բրիտանիայի հետ արդեն որոշվել էին, ու Ռուսաստանը որոշել էր, որ ժամանակն է վերադառնալ Մակեդոնիային եւ խոսել արդեն ոչ թե բարենորոգումներից, այլ ինքնավարություն, այդ շրջանին ինքնավարություն տրամադրելու մասին։ Քազիմ Ղարաբեքիրը իր հուշերում նշում է, որ հենց ինքը իմացավ, որ նոր բանակցություններ են ասվում, քնից զրկվեց ուղակի։ Այսինքն հեղաշրջումը արագացնելու տեմպի վրա նաև ազդեց այդ վախը, այսինքն երկու վախ կար, մեկը որ բարենորոգումներ կիրականացնեն եւ այդ տարածաշրջանը ուղակի կկտրվի Օսմանյան կայսրությունից, մյուսն էլ այն էր, որ Աբդուլհամիդ II-ի վարչակարգից ժողովուրդը առհասարակ այնքան դժգոհ էր, որ ներսից, ներքևից, ժողովրդի կողմից իրական հեղափոխություն տեղի կունենա, որից երիտուրքերն ուղակի սարսափում էին։ Իրենք փորձում էին ցիվիլ, մաքուր, վերևից հեղաշրջում իրականացնել, ոչ թե տապալել ամբողջ դինաստիան, այլ ուղակի Աբդուլհամիդ II-ի իշխանությունը սահմանափակել կամ իրեն գահընկեցանել, որովհետև վախենում էին, որ եթե ներսից պորտկա այդ հեղափոխությունը, ինքը կհանգեցնի օտարերկրյա միջամտությանը եւ Օսմանյան կայսրության մասնատմանը։ Հա, ու նաև էդ էլ պետք է հիշենք, որ ինչքան էլ իրենք սուլտանի դեմ էին, բայց իրենք սուլտանի որոշ քաղաքականություն շատ լավ սատարում էին, օգնում էին։ Աբդուլհամիդ ոչ թե օգնում, այլ ողջունում էին։ Նույն կոտորածները, Աբդուլհամիդյան կոտորածները իրանց կողմից չդատապարտվեցին եւ իրենք ճիշտ են պատկերացնում։ Ահմեդ Ռիզան մի երկու հոդված գրեց, կարելի է ասել։ Հա, դատապարտող էր, հա, այո։ ես չգիտեի, ինձ թվում էր Համիդյան կոտորածները։ Հա, բայց սա եւս իրենց օրակարգին ծառայեցնելու համար էր։ Հա, հասկանալի է։ Հա, որպեսզի քննադատեն, հա։ Այո, ընդդիմությունը կարևոր է, ընդդիմություն պետք է, տեսեք ինչ են անում։ Այս հասկանալի է։ դրամաբանությամբ 1908 թվական հուլիս
չէ, ապստամբում են կամ այնպես շարժում է սկսվում մակեդոնական կայազորում, որը կամաց վերաճվում է ավելի մեծ շարժման, քանի որ Պոլսից այնտեղ ուղարկված ջոկատները զինվորական, որոնք պետք է ճնշեին այդ ապստամբությունը կամ ելույթը միանում են ապստամբներին եւ բանակը շարժում է Պոլիս, միջև բանակը կհասներ Պոլիս կամ ապստամբները Աբդուլհամիդ II-ը հռչակում է սահմանադրության վերականգնում եւ այսպես ասած իր կամքով շնորհում է սահմանադրությունը իր հպատակներին։ Եվ երիտուրքերը վերցնում են իշխանությունը, կարելի է ասել վերցնում են իշխանությունը, թե ինչա տեղի ունի, որտեղ այդ մասը մենք միշտ մի տեսակ լավ հասկացված չի։ Մենք ասում ենք տեղի ունեցավ երիտուրքական հեղափոխություն, չէ, եղաշրջում, ու տրամաբանական միտքը, որ պետք է գա, ուրեմն սուլտանին հանեցին եւ նրա փոխարեն ստեղծվեց երիտուրքական կառավարություն։ Այդպես չէր։ Այդքան էլ այդպես չէր։ Ուրեմն ունեցանք սահմանադրական միապետություն։ Հուլիսին հռչակվեց սահմանադրությունը եւ պետք է վերականգնվեր, այսինքն այդպես էր նպատակն այն էր, որ վերականգնվեց 1876 թվականի հռչակված սահմանադրությունը եւ պարլամենտը։ Անցկացվեցին ընտրություններ։ Հիմա որպեսի ուղակի խոսակցությունը չծանրաբեռնենք, այնտեղ որոշակի մախինացիաներ իրականացվեցին, այնպես ստացվեց, որ հայ падգամավորները իրականում հայկական շրջանները չէին ներկայացնում, այսինքն հայկական նահանգները չէին ներկայացնում, չնայած ունենք, ասենք, Էրզրումից վարդգեսներ, բայց ես չգիտեմ, այնտեղ ինչ որ բանակցություններ տեղի ունեցան Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի հետ, որ այս մեր ներկայացուցիչը լինի այս շրջանից, падգամավոր առաջադրվի, դուք, ասենք, Պոլսից կամ այսինքն ինքը իրականում շատ կարևոր բան էր, բայց մեր քաղաքական շրջանակները չեմ կարծում, որ այդպես հասկացան եւ գնահատեցին պահի լրջությունը, այսինքն մարդիկ այնքան ոգևորված էին, որ պարլամենտ են ունենալու, դա ուղղակի համարեցին ինչպես ցանկացած հեղափոխությունից հետո շատ մեծ ոգևորություն կար, հանրային մեծ ոգևորություն եւ մենք էլի թանգարանում բազմաթիվ նկարներ ունենք, բացիկներ ունենք, որը ներկայացնում է հենց հետհեղափոխական շրջանում ցույցերը, հանրահավաքները ի աջակցություն հեղափոխության, որ կազմակերպվում են հայկական շրջաններում, չէ՞։ Գյուղեր կային, մուսուլմանական գյուղեր, որ Մարսելիեզի տակ էին ապրում այդ օրերին։ Այսինքն ֆրանսիական հեղափոխությանը հիմա փաստացի դարձել էր մի տեսակ Օսմանյան կայսրության ծոր հիմ դարձած լիներ եւ հայերն էլ շատ մեծ ակնկալիքներ եւ հույսեր ունեին, բայց նման այդ բայցից խոսենք, հա, արդյոք երիտուրքերը այդքան անկեղծ էին այդ իրենց ձգտման մեջ կամ ինչ ձգտումներ իրենք ունեին, միգուցե մենք էինք սխալ հասկացել իրենց։ Իրականում, այսպես ասեմ, այն ինչ որ մենք փորձում ենք այս խոսակցությունը վարել, այս խոսակցությունը Օսմանյան կայսրության մտավորական շրջանակների մեջ անընդհատ առկա էր։ Եվ 1908 թվականի խորհրդարանի կազմավորումից հետո այս խոսակցությունները խորանում են։ Որովհետև մի բան է դու շատ պայծառ մտքեր ունես Փարիզում նստած, մի բան է դու եկել ես եւ դեռևս բազմեթնիկ բազմակրոն կայսրության ղեկավարն ես։ Եվ ինչով էր կարևոր ընտրություններում իհարկե Միություն եւ Առաջադիմություն կոմիտեն խորհրդարանում մեծամասնություն չէր, սակայն Միություն եւ Առաջադիմությունը միակ մեծ քանակով ներկայացված ֆրակցիան էր։ Այսինքն եթե ունենք այնտեղ, չգիտեմ, 10 հայ падգամավոր, 5 հույն, դրանք տարբեր կուսակցություններից էին կամ ուղակի անհատներ էին, անհատ քաղաքական գործիչներ էին, մենք ունենք մոտ 69 մոտ Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի անդամներ։ Եվ 1909 թվականից սկսած մենք արդեն խորհրդարանում այս քննարկումները ունենք, դեպի ուր են գնում եւ ազգային փոքրամասնությունների դերը այստեղ որն է։ Մենք գիտենք, որ սահմանադրությամբ Օսմանյան կայսրության քրիստոնյաների զինվորագրության հարցը չլուծվեց։ 1909 թվականին սուլթանի հակահեղաշրջման փորձից եւ մեր ապրիլյան Ադանայի կոտորածներից հետո հուլիսից սկսվում են այս քննարկումները։ Նախ ասեմ, որ զինվորագրման հարցը բարձրացրին երկու պատգամավոր՝ Գրիգոր Զոհրաբը եւ հույն Էմանուիլ Էմանուիլիդիսը։ Ընդ որում երկուսն էլ սա քողարկում էին այն ձևով, որ մենք ունենք սահմանադրություն, բոլորս Օսմանյան կայսրության համահավասար քաղաքացիներ ենք, ունենք նույն պարտավորություններն ու պարտականությունները եւ
ինչու միայն մուսուլմանները պետք է ծառայեն բանակում կամ ոստիկանական ուժերի մեջ ներգրավեն, քրիստոնյաները եւս իրավունք պետք է ստանան։ Եվ Զոհրաբն ասում էր, ինչքանով որ դուք իրավունք ունեք եւ պետք է տնտեսության, արդյունաբերության մեջ ներգրավեք, այնքան էլ մենք իրավունք ունենք ռազմական ուժի մեջ ներգրավելու։ Այսինքն, այսպես քողարկում էին, որ եթե հավասարություն է, բոլորս նույն իրավունքներն ու նույն պարտականությունները պետք է ունենանք։ Ու մենք ունեցանք առանձին օրենք զինապարտության մասին։ Իհարկե դա դեռևս չի գործի մինչև Բալկանյան պատերազմների պորտկումը, որովհետև հերավոր շրջաններում օսմանյան պաշտոնյաները դեռևս ավելի հակված էին բեդելը վերցնելու, այսինքն այդ հարկը քրիստոնյաներից վերցնելու, բայց այո, բանակ չտանել քրիստոնյաներին։ Երկրորդ խնդիրը ունեցանք միությունների մասին օրենք հռչակվեց եւ պարլամենտում շատ բուրըն քննարկումներ տեղի ունեցան։ Ուրեմն միություն եւ առաջադիմություն կոմիտեի առաջարկով պետք է արգելվեին ազգային կամ էթնիկ հիմքի վրա հիմնված միությունները։ Որը ազգային կուսակցություններին ազգային կուսակցություններն են, դրանք մեր հայրենակցական միություններ կային, բարեգործական միություններ կային եւ այլն, այսինքն հսկայական եւ ոչ միայն մեզ, այսինքն դա ազդեց բոլոր փոքրամասնություններին, օրենքը ընդունելու հաջորդ օրը Կոստանդնուպոլցում քրդական բոլոր դպրոցները փակվեցին։ Ընդ որում զարգ տրվեց թուրքական օջախներ կազմակերպությանը, օրինակ թուրքական սկաուտական կազմակերպություններին, որոնք հատուկ աշխատանք էին տանում թուրք երիտասարդների հետ, դա չէր համարվում ազգային եւ էթնիկ, դա արդեն պետական էր։ Եվ դա փաստորեն արդեն ազգային պետության սաղմերն են։ Այո, եւ ասենք այնտեղ իհարկե ունենք Վարդգեսը, Զոհրաբը, Համբարձում Պոյաջյանը, այդ պարլամենտական ընդհանուր դեբատների, ընդհանուր ընթացակարգին եւ բնույթին ծանոթ ենք։ Այնտեղ իրենք ասում էին, դուք անընդհատ խոսում եք տարերի միությունից, Օսմանյան կայսրությունը կազմող ազգային էթնիկ այդ տարերի միությունից, բայց մանրամասն եք, միությունը ո՞րն է։ Ու Վարդգեսը ասում է, մենք օսմանցի ենք, մենք ընդունում ենք, մենք օսմանցի ենք, մենք թուրք չենք։ Ու նույնը ասում էր 1906 թվականին նաև Տիրան Քելեկյանը Բեհայեդին Շաքիրի հետ քննարկումներում եւ նամակագրության մեջ։ Ասում էր, ձեր ամեն տեսլականը, երբ որ ես նայում եմ թղթային տարբերակով, որովհետեւ տալիս էին իրեն կարծիքի համար, ինքը ասում էր, ես տեսնում եմ, որ դուք ուզում եք, որ մենք դառնանք քրիստոնյա թուրք։ Մենք օսմանցի ենք, մենք թուրք չենք դառնալու։ Եվ մենք ունենք եւ մամուլում, եւ պարլամենտում այս խոսակցությունները, որ տարերի միություն 14 թվականին ունենք երկունք թերթում շատ լավ մի հոդված, որը պատասխան էր այդ նույն թուրքական օջախների հիմնադիր Համդուլլա Սուփիի դասախոսությունների, գրվածքների եւ այլն։ Ինքը ասում էր ողջունում ենք, մեր երկունք թերթ ասում էր ողջունում ենք, դուք ուզում եք ներգրաված լինել տնտեսության մեջ, դուք ուզում եք մաքրել օսմաներեն լեզուն, արաբերեն, պարսկերեն դարձվածքներից այն դարձնել մաքուր թուրքերեն, մշակութային զարթոնք, ռենեսանս, մենք ծափահարում ենք ձեր ռենեսանսին։ Բայց երբ որ դուք հանրային խոսույթում քարոզչության մեջ շարունակում եք օսմանիզմ տերմինը օգտագործել, մեր մոտ դիսոնանս է առաջանում։ Դուք ասում եք տարերի միություն, մանրամասն եք, հասկանանք, որտեղ են ավարտվում ձեր իրավունքներն ու պարտականությունները, մեր իրավունքները որտեղ են սկսվում, ու ունենք մենք առհասարակ իրավունքներ։ Տակշկիրա։ Այսինքն այս քննարկումները ինքը մինչև այսպես ասեմ, մինչև ցեղասպանության պորտկում էլ սա գոյություն ուներ։ Իհարկե 13 թվականից հետո շատ ավելի մեղմ երկրորդ հեղաշրջումից հետո բնականաբար նման խորհրդակցություններ, ասենք ճառեր Համբարձում Բոյաջյանից կամ Զոհրաբից մենք այլևս ունենալ չէինք կարող։ Երկրորդ հեղաշրջում, որ ասում ենք, նկատի ունենք 1913 թվականի հունվարին տեղի ունեցող պալատական հեղաշրջումից, որից հետո մենք տեսնում ենք, որ իշխանությունը ասնում է երիտուրքական մենք հիմնականում ես հանդիպել եմ աճ, այսպես ծայրահեղական հոսանքին, Թալիա Տենվեր Ջեմալ, այն ինչ որ մենք գիտենք եւ ինչ որ մեր դասագրքերում կոչվում է եռապետություն, եռապետներ։ Իրենք փաստացի ճիշտ եմ պատկերացնում, իրենք ավելի ռադիկալ էին տրամադրված եւ կոմպրոմիսների այլևս չէին գնում։ Տեսեք, այո, իրենք այլևս կոմպրոմիսների չէին գնում։ Մենք գործ ունենք արդեն բուն այն կորիզի հետ, միություն եւ առաջադիմություն կոմիտեի կորիզի հետ։
Այսինքն իրենք 1908 թվականին այս քարոզչությունը արդեն սկսել էին։ Մենք սրբազան կոմիտե էինք, փրկեցինք հայրենիքը ոչնչացումից, փրկեցինք հայրենիքը բռնապետությունից եւ այլն, բայց իհարկե բնակչությունը հասկանում էր եւ 12 թվականի ամռանը ընտրություններին իրենք ընդդիմություն դարձան, բայց չէին կարող հանդուրժել, այսինքն իրենց այդ ռադիկալ մտածելակերպի մեջ միություն եւ առաջադիմություն սրբազնագույն կոմիտեն այլևս չէր կարող ընդդիմություն լինել։ Եվ իհարկե օգտվելով Բալկանյան պատերազմներում գրած պարտություններից եւ հենց Ադրիանապոլսի Էդիրնեի հարցներ քննարկվում, թե ում պետք է տրվի եւ Օսմանյան կայսրությունից պետք է վերցվեր եւ դա Օսմանյան կայսրության մայրաքաղաքներից մեկն էր, ես սիմվոլիկ շատ մեծ նշանակություն ուներ։ Երիտուրքերը գնացին Միություն եւ առաջադիմություն կոմիտեն, կրկնում եմ նույն սխալը, որից հենց սկզբից խոսել ենք, Միություն եւ առաջադիմություն կոմիտեն գնաց հեղաշրջման։ 13 թվականի հունվարից հետո մենք այլևս չունենք որևէ այլ կուսակցություն գործող Օսմանյան կայսրությունում։ Խորհրդարանում այժմ արդեն մեծամասնությունը Միություն եւ առաջադիմություն կոմիտեն է։ Կուզենայի նաև այդ շրջանի արդեն միջև ցեղասպանությունը կամաց անցնենք ցեղասպանության շրջանի խոսել մի քանի գաղափարի մասին, որը նրանք տարածում են։ Նախ կենսական տարածքը։ Այդ գաղափարը գիտեմ, որ շատ ակտիվ քննարկվում էր եւ նաեւ մի բան էր, որը մենք կարող ենք ասենք, որ հայոց ցեղասպանության հիմքերից մեկն է, գաղափարական հիմքերից մեկն է սոցիալ-դարվինիզմը եւ ինչ կասես, հա, սոցիալ-դարվինիզմի եւ կենսական տարածքի մասին, իրենց ընկալման մասին։ Իրականում կարծում եմ այդ երկուսը լավ իրար հետ խաչաձևվում էին, ու մեկը մյուսից սնուցվում էր։ Ուրեմն Բալկանյան պատերազմների ընթացքում Դա էլ ուղղակի կներես տողատական եմ 1912-13 թվականներին են տեղի ունեցել, մեր ունկնդիրներին ասենք, որի ժամանակ թուրքերը առաջի Բալկանյան պատերազմում մանավանդ սարսափելի պարտություն կրեցին, եւ դա նաեւ ոչ միայն ռազմական պարտություն էր մարտադաշտում, դա հոգեբանական հարված էր, որտեղ առաջին անգամ այն փառապանց Օսմանյան բանակը, որ աշխարհակալ բանակ էր, միջև Վիեննայի դարպասներ էր հասել մի 2 դար առաջ, հանկարծ իրենք պարտվում են, ընդ որում պարտվում են ոչ թե գերտերությանը Ռուսաստանին, Բրիտանիա, Ֆրանսիա, այլ պարտվում են մարդկանց, ով իրենք ընկալում են երեկվա ստրուկներ, իրենք իրենց ստրուկներին, բուլղարներին, սերբերին, ելով կարեն խույներին, իրենց են պարտվում, եւ դա շատ ցնցող, այսպես հարված, դրա համար որ ասում ենք Բալկանյան պատերազմներ, դա ի նկատի ունենք այո։ Մուսուլման ալբանացիներին, որոնք իրենց աջակիցներն էին համարում, եւ դա սա եւս պան-իսլամիզմին հսկայական հարված է։ Դա ամենամեծ այդ շեղում ենք, բայց ինձ թվում է դա ամենամեծ հոգեբանական հարվածն է, որտեղ իրենք չէին սպասում, որ ալբանացիները իրենց կդավաճանեն։ Ով ալբանացիները համարում էին, որ իրենց հավատարիմ, որտեղ ամբողջական վեզիրների դինաստիաներ են տվել, էլի շատ այսպես իրանք ներաճած էին Օսմանյան այդ մարմնի մեջ էլի եւ հա եւ այդ պարտությունից Բալկանյան պատերազմի պարտությունից շատ մեծ հոգեվարական հարված տեղ ունեցավ։ Հիմա խնդրում եմ շարունակես, դե հիշում ես որտեղ էիր։ Ուրեմն Բալկանյան պատերազմից հետո քարոզչություն սկսվեց ընդհանուր, մենք արդեն ունենք պետական կազմակերպություններ, պետական ասելով նկատի ունեմ թուրքական, պարբերաթերթեր, որոնք լրիվ լծվել են կուսակցության քարոզչությանը, Միություն եւ առաջադիմություն կոմիտեի քարոզչությանը, ու ասեմ, որ թեև 1909 թվականին իրենք այդ նույն միությունների օրենքով փոխվեցին կուսակցության, ընտրությունների մասնակցելու եւ այլն, հանգիստ կարող են կոմիտե տերմինը հետագայում էլ օգտագործել, որովհետեւ իրենք շարունակեցին մնալ կիսագաղտնի, ռազմականացված, ընդհատակում գործող այդ կոմիտեական հոգեբանությունը իրենց մեջից դուրս չեկավ։ Ասում են նաեւ մասոնական լոժաների սկզբունքով էին գործում։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Նախ շատ վիրավորական էր Բալկանների կորուստը եւ իրենք չէին կարող աղաղակել, վայ, ես ինչ հսկայական պարտություն կրեցինք, մենք ինչ թույլ էինք։ Իրենք ասեցին շատ լավ օրգանական տերմինաբանությամբ Բալկանյան մանրեները լքեցին մեր մարմինը։ Թուրք յուրդույում կա մի քանի նման վերնագրերով հոդվածներ։ Այսինքն մենք մեր ֆինանսը ծախսում էինք այդ տարածքները, որոնք անշնորհակալ են պահելու համար։ Մենք փորձում էինք իրենց պաշտպանել եւ այլն Օսմանյան հովանու ներքո, իրենք դա չգնահատեցին, հեռացան, շատ ավելի լավ, եթե այդ մանրեները պիտի շարունակեին հիվանդացնել մեր մարմինը, շատ ավելի լավ, որ մենք դրանից զրկվեցինք։ Միանգամից ունենք Ահմեդ Աղաևի գլխավոր խաղափարախոսներից մեկի հոդվածը, ինքը ասում է, ինչ ենք փնտրում Բալկաններում։ Եկեք կենտրոնանանք Անատոլիայի վրա։ Եվ Անատոլիա ասելով մենք նկատի ունենք մեծ
Փոքր Ասիան, ընդհանուր Փոքր Ասիա թերակղզին։ Հետաքրքիր է նաև, որ իրենց հանրային քարոզչությունում իրենք անընդհատ այդ խոսույթը, երբ որ սկսում էին կամ ինչ որ կոչ, նամակ, դա սկսում էր Ռումելիայի եւ Անատոլիայի քաջ ժողովրդին, Ռումելիայի եւ Անատոլիայի քաջ զինվորներին։ Այսինքն Բալկանները եւ Փոքր Ասիան, Փոքր Ասիան, Անատոլիա։ Այնտեղ արաբական շրջանների մասին գրեթե տկշկիր է խոսակցություն չկար։ Չնայած այսպես չեմ ուզում նսեմացնել Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի ջանքերը պահելու արաբական շրջանները, բայց կարծում եմ, որ իրենց այդ գիտեք, այն շատ խորապատկերում իրենց մտքերի կար, որ միգուցե արաբական շրջանները եւս մի օր պոկվելու են, որովհետեւ այնտեղ եւս անընդհատ խռովություններ, ապստամբություններ եւ իսլամը այլևս այն ուժը չէր, որ կարող էր արաբներին կապել թուրքերին եւ Օսմանյան պետության հետ։ Եվ այստեղ արդեն մենք տանում ենք այս քարոզչությունը, որ մենք պետք է եվրոպական տեսուչներ կանչենք, տնտեսապես զարգացնենք Անատոլիան, պետք է ավելի շատ ֆինանս ծախսենք եւ այսպես մի զավեշտական ինչ որ դեպքեր կա, գաղափարախոսները Միություն եւ Առաջադիմության կոմիտեի սկսեցին շրջայցեր կատարել Փոքր Ասիայի հեռավոր շրջաններ։ Այսինքն իրենք նույնիսկ չէին հասկանում եւ չէին ճանաչում իրենց, ասենք, գյուղացիությանը, թե ինչ է կատարվում այնտեղ։ Չնայած միշտ այսպես քարոզչություն էին տանում, որ մենք ժողովրդի ծոցից ելած ենք ի տարբերություն սուլթանի, մենք եւ բայց այդ ժողովրդին իրենք չէին ճանաչում։ Եվ այս շրջանցերը, շրջապտույտները իրականում իրենց ավելի մոտ էր կանգնեցնում այդ Անատոլիայի գյուղացուն, որը օրինակ հետո գովերքվում էր Զիագեոքալփի մոտ։ Ծանրամարմին, Ռամիկ, սա եւս իրականում ռասայական ինչ որ դրսևորում էր, որովհետեւ ռասայական դիսկուրսի մեջ տեսնում ենք այս հակադրությունը աղտոտված քաղաքի եւ գյուղի, որը ավելի շատ հողին է կապված եւ այլն եւ այլն։ Իհարկե Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի անդամները իրենք էլիտիստ էին, իրենք այդքան էլ այդ ցածր խավի հասարակ ժողովրդի ցավով տառապող մարդիկ չէին, ինչպես փորձում էին իրենց։ Բայց սովորաբար էլիտիստները միշտ գյուղը օգտագործում են որպես փառաբանման, այսպես միֆոլոգացված, իդեալականացված գյուղը։ Այո։ Այլ Կամբոջայում դա շատ լավ էսպես երևում Կամբոջայի ցեղասպանության ժամանակ։ Իրականում հետաքրքիր է, որ այս խոսույթները դու մարտամակից մարտամակ իրենք կրկնվում են ուղղակի։ Նույն մանրեները, որ աստիր հոլոկոստի խոսույթ է մակուշան։ Նույնիսկ մի բան արտահայտություն կա Զիագեոքալփը, որ կոմիտեի հիմնական գաղափարախոսը դարձավ եւ համարվում է թուրքական ազգայնականության հիմնադիրը, ինքը ասում էր մեր գերնպատակը այն է, որ մեր երեխաները նմանվեն Անատոլիայի գյուղացուն։ Այսինքն մոդել կար ինչ որ ստեղծված։ Այո։ Հա, պաստորեն կենսական տարածք սկսեցին անցալել։ Տեսեք, ինքը Փոքր Ասիան ինչ դարձավ։ Իրենք կենտրոնացան Փոքր Ասիայի վրա, իրենք հասկացան, որ իրենց վերջնակետը, Heartland-ը, Հանգրվանը, ինչ տերմին ասեք կարող ենք օգտագործել, դա բուն Փոքր Ասիայի տարածքն է։ Բայց իրենք շատ խնդիրներ ունեին այնտեղ։ Տեղյակ չէին ընդհանրապես բնակչությունից, բնակչության մեծ մասը թուրք չէր ու չէր ասոցացվում թուրքերի հետ։ Տնտեսության մեջ որևէ ներդրում կամ ինչ որ ներկայացուցչություն թուրքերը չունեին, նույնը եւ արդյունաբերության մեջ, իսկ կենսական տարածքի կարեւորությունը այն է, որ դա ոչ միայն հողն է, այլ այն թե դու այդ հողը ոնց ես օգտագործում։ Դու կարողացել ես այդ հողը լրիվությամբ օգտագործել, թե չէ, այսինքն ներկայությունդ ապահովել ես մշակութապես, տնտեսապես, եւ պատասխաններ ոչ։ Եվ 13 թվականից հետո մենք արդեն ունենք նման կարգի օրենսդրության փոփոխություններ, որտեղ գործարաններում գրագրությունը պետք է իրականացվի միայն թուրքերենով։ Խոշոր արդյունաբերական, եթե ինչ որ կազմակերպություններ կային, իրենց հոգաբարձուների խորհրդում կամ իրենց տնօրինության կազմում պետք է ընդգրկել թուրքերի կապ չունի, որ այդ հայը ընդհանրապես որևէ թուրքի հետ չէր համագործակցել։ Այսինքն պարտադրանքի ինչ որ բաներ կար, որ իրենք փորձում էին այդ պատկերը փոխել եւ մշակութապես եւ տնտեսապես։ Մենք ունենք պահ, երբ որ հայ ձեռնարկատերերին բանկերում ուղակի գումար չէին տրամադրում, վարկեր չէին տրամադրում։ Այսինքն այստեղ նաեւ տեղի ունենում
տնտեսական հզորության վերաբաշխում։ Այո։ Եթե միջև այս շրջանը 1910-ականները, այդպես ասենք, հա, ամբողջ տնտեսության մեծ մասը գտնվում էր այլ ազգիների ձեռքում, ոչ թուրքերի ձեռքում, հայերի, հույների, հրեաների, քրիստոնյա լևանտիացիների ձեռքում, հիմա թուրքերը փորձում են իրավիճակը շտկեն, փոխեն, որովհետև նաև Զիագ Գալպը, չէ՞, մի խոսք ունի, թե Աքչուրանը, որ ասում է, եթե թուրքը մնա որպես վարչարար գյուղացի, ազգային պետության ստեղծելը անհնար է։ Եթե դու չունենաս բուրժուազիա, բուրժուական զարգացման, տնտեսության զարգացնող խավ, ապա ազգային պետություն ստեղծելը անհնար է։ Այդ առումով, հա, շատ լրիվ տեղավորվում են ինչ որ ասում ես այդ գաղափարների մեջ։ Իսկ սոցիալ դարվինիզմը Սոցիալ դարվինիզմը երիտուրքերի մոտ էր 1890-ականներից, այսինքն իրենք Սպենսեր կարդում էին, Սպենսերի գրքերը իրենց սեղանին էին, մեկը մյուսին փոխանցում էին, մենք ունենք ռուսիպատոսներ Մակեդոնիայից, որ հայտնում են, որ սպաները Օսմանյան բանակի անընդհատ իրենց խնդրում էին, եթե հնարավոր է Սպենսերի գրվածքները ներմուծեն, բերեն, որովհետև դա սուլթանի կողմից արգելված գրականություն էր համարվում։ Եվ ինչ էր իրենից ենթադրում դա, որ ինչպես բնության եւ կենթանական աշխարհում է, այնպես եւ մարդկային հասարակության մեջ մարդկային խմբերը անընդհատ պայքարի մեջ են գտնվում։ Սա գոյության կռիվն է եւ ամենահարմարվածը կհաղթի գոյության կռվում։ Այս գաղափարները նույն Կոլմար ֆոն դեր Գոլցն էր դասավանդում իր սպաներին, իր իթիհադական ուսանողներին, եւ ինքը ասում էր, որ չկա այդպիսի պատկերացում, որպես հավերժ խաղաղություն։ Հավերժ խաղաղությունը տանում է կործանման։ Դուք պետք է ցանկանաք եւ միշտ պատրաստ լինեք պատերազմի։ Եվ ինքը նաև առաջ էր քաշում այն, որ այս անընդհատ պայքարելու ջիղը եւ ցանկությունը դա հենց թուրքերի արյան մեջ է, կրկին գալիս ենք ռազմիզմի, որովհետեւ ինքը տերմին ուներ ասկեր միլլետ։ Զինված ժողովուրդ, զինված ազգ, ինքը կիրառում էր դա թուրքերի նշելու համար։ Իհարկե ֆոն դեր Գոլցը հողում էր կատարում իրենից առաջ արկա գրականությանը, որ ասում էր, որ թուրքական ժողովուրդների, թուրքական ցեղերի նպատակը հենց պայքարն ու պատերազմն է։ Կենտրոնական Ասիայում իրենք ինչ էին անում, տարբեր ցեղախմբեր էին, միավորվում էին դրոշի շուրջ, կռվում էին, պայքարում էին, նոր խնդիրեր առաջ գալիս, իրենք այդ պատերազմն ու պայքարը դա իրենց արյան մեջ է, հետևաբար հենց այդ ասկեր միլլեթը դա վերագրվում է թուրքերին։ Ու այդ է պատճառը, որ այդ զինված ժողովրդի գաղափարը թուրքերը ընդունեցին գերմանացիներից շատ ավելի վաղ։ Եվ այստեղ մի ուրիշ խնդիր էր առաջ գալի, որ այդ Գոլցի գաղափարները, որ դուք անընդհատ պայքարի մեջ եք, սա անցնում էր նաև հենց Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի վերնախավին 1907 թվականին Ահմեդ Ռիզան մի գրքույկ ունի տպագրած պարտականություններ եւ պատասխանատվություն զինվոր, եթե չեմ սխալվում, դա էր վերնագիրը։ Ինքը ասում էր թուրք ժողովուրդը անընդհատ պայքարի մեջ է, անընդհատ պատերազմի մեջ է, բայց արդյոք կարող ենք մենք հաղթել այդ պատերազմում, եթե մենք ունենք ներքին թշնամի։ Եվ այս ներքին թշնամու գաղափարը, որ առաջացավ, որ մենք ներսից վարակված ենք, սա իրականում դրսից չներմուծվեց, սա ոչ մեկին չեն կարող սրա մեջ մեղադրել։ Սա իրենք ոնց որ այս երկու գաղափարները թելով կապեցին իրար։ Այո, մենք պայքարի մեջ ենք, եվրոպական պետությունները մեզ տնտեսապես ճնշում են, մենք տարածքային հավակնություններ ունեն մեր նկատմամբ, բայց մենք պարտվելու ենք, որովհետև մենք ներսում խնդիր ունենք, դա մեր էթնիկ ազգային փոքրամասնություններն են։ Փոքրամասնությունները փաստորեն ընկալվեցին նաև որպես գոյաբանական վտանգ, էլ էգզիստենցիալ վտանգ, մանավանդ մի քիչ առաջ որ նշեցիր, հիմա կուզենամ նաև դրանը գանք այդ հարցին, որ իրենք շատ առատ օգտագործում էին բժշկական տերմինոլոգիաներ, այդ կենսաբանական բաներ, հա, բիոօրգանիզմի օրգանիզմի նմանեցնում պետությունը, միկրոբներ եւ այլն, ու նաև նրա համար որ բժիշկներ էին, չէ՞, շատերը։ Այո, բժշկական կրթություն։ Ինչպես ասեցի, այդ ռազմաբժշկական այդ քոլեջից գալիս է, չէ, բոլորը բժիշկներ էին եւ կուզենայի դրա մասին մի փոքր խոսեի։ Ոնց էր ազդում դա իրենց մտածողության վրա, ինչպես էին իրենք այդ մակրելու գործընթացի այդ համեմատում իրենց արածը։
Տեսեք, այդ տերմինոլոգիան առհասարակ արկա էր իրենց գրվածքներում, նույնիսկ եթե կոմիտեից ինչ որ մեկին հեռացնում էին, որովհետև ինքը ընդհանրապես շատ կուր կառույց էր, էլի, այնտեղ շատ դժվար էր ներս մտնել եւ հեռացնելն էլ շատ դժվար իրականացում։ Իրենք դա ասում էին փթախտային օրգանի անդամահատում։ Այսինքն մենք մեզ իհարկե կարող է մեր ունկնդիրներին թվալ, որ մենք իրենց վերագրում ենք այս գաղափարները, բայց ոչ այդ հենց գլխավոր այդ վերնախավի ներկայացուցիչները իրենք իրականում կրում էին այս գաղափարները։ Եվ այն, որ Անատոլիան ծածկված է խոցերով, քաղցկեղածին տարերով, սա եւս արկա էր։ Դա իրենց բառապաշարի։ Այո, իրենց բառապաշարի մեջ դա արկա էր։ Եվ դա փաստացի նաև նորմալացնում է բռնությունը, չէ՞, Այո, իհարկե։ Ինքը ցույց է տալիս, որ սա ոչ թե բռնություն է, բռնություն իմաստով, այլ մի տեսակ վիրահատական միջամտություն։ Այո, դա Մեհմեդ Ռաշիդն էլ էր ասում, սա ընդհանուր առմամբ էսպես էր, որ սոցիալ-դարվինիզմը հենց բնույթով ինքը դա ենթադրում է։ Այսինքն դու պետք է պայքարես մյուսների դեմ, ի հաշիվ մյուսների, քո կյանքը շարունակելու համար, գոյություն ունենալու համար։ Մի հարցի էլի մի քիչ առաջ նշեցի, հիմա նորից ուզում եմ դրան վերադառնամ, որտեղ սա արդեն մենք խոսում ենք ցեղասպանության ընթացքի մասին, երբ որ արդեն ցեղասպանությունը տեղի ունենում, եւ մենք միշտ պատկերացնում ենք ցեղասպանությունը ոնց որ մարդկանց սպանություն։ Բայց նաեւ դու մի քիչ առաջ Լամարկին նշեցի, կամ Ռիբոին նշեցին, հա, իրենց այդ ժառանգականության, ճիշտ եմ ասում, տեսությունը, ոնց էր դա իր արտացոլումը գտնում նաեւ հայ երեխաների այդ զուլման քաղաքականության հետ։ Դրա մասին կուզենայի մի փոքր ծավալվենք։ Ուրեմն տեսեք, այս լամարկիզմ ասված երևույթը ընդհանրապես գոյություն ուներ, չէ՞, որ ինքը ասում էր, որ այնինչ արյամբ ու գեներով քեզ տրվել է, դա արդեն փոփոխել հնարավոր չէ։ Սակայն ֆունկցիան կարող է գործողությունը կարող է ծնել օրգան։ Այսինքն, եթե դու ինչ-որ մի բան անընդհատ անես, հնարավոր է դա դառնա քո մոտ սովորույթ եւ հնարավոր է դա արդյունքում դառնա ժառանգական։ Այսինքն, իրենք ասում են, որ շատ փոքր միջամտություն հնարավոր է մարդու էության, մարդու հոգեբանության եւ այլնի մեջ։ Իրականում այս նշված 3 հեղինակներն էլ իրենք փորձարկումներ էին կատարում իհարկե կենթանական աշխարհի վրա, բայց իրենք շատ լուրջ վերահսկողության տակ էին պահում Եվրոպայում ժամանակին տարածված գիշերօթիկ դպրոցները։ Ու քննադատում էին այդ գիշերօթիկ դպրոցները։ Այսինքն իրենք ասում էին ինչ ենք անում, որոշակի տարիքի տղաների մենք փակում ենք ինչ-որ հաստատության մեջ, իրենց ինչ-որ կրթություն ենք տալիս, հետո դուրս ենք թողում տղաներին եւ իրենք դառնում են ասոցիալական էակներ։ Իրենք հասարակության արժեքների կրող այլևս չեն։ Իրենք նույնիսկ սովորական շփման չեն կարողանում գնալ։ Եվ իրենք սկսեցին քննադատել իսկ գիշերօթիկ դպրոցները։ Միություն եւ առաջադեմություն կոմիտեի գաղափարախոսները սրան մոտեցան հակառակ կողմից։ Այսինքն, եթե մենք ունենք բնակչության կտրուկ թվի անկում պատերազմի պատճառով, մենք առևտրական չենք, մենք տնտեսության մեջ ակտիվ չենք, բայց անընդհատ մեղադրում ենք այս հայերին վաշխառության, բանկերության եւ այլնի մեջ, հետեւաբար միգուցե հնարավոր կլինի, եթե մենք որոշակի քանակությամբ իրենց երեխաներից վերցնենք եւ ձուլենք մեզ, կարող է ինչ-որ բան ստացվի։ Ու հետո ասում են, չէ, որ վանդակում փակված կենթանին չի ժառանգում իր ծնողների ռասայական հատկանիշները։ Հետևաբար մենք կարող է զտենք եւ երեխային դաստիարակենք։ Հայ ժողովուրդը ինչու մեջ էր մեղադրվում միություն եւ առաջադիմություն կոմիտեի մեջ։ Միլլեթի հայինի լինելու մեջ, չէ՞, դավաճան ազգ։ Իրենք ասում են ինչ տարբերություն։ Իսլամ կընդունի, չի ընդունի, նույն հայն է, նույն դավաճանն է, եւ մենք սա հուշագրություններում տեսնում ենք, սա լուրջ խնդիր էր ու ազգային ու ռասայական հատկանիշ էր սա որպես ներկայացում։ Բայց եթե մենք երեխային վերցնում ենք, երեխան մինչև 12 տարեկան է, առողջական լավ տվյալներ ունի, ֆիզիկական լավ տվյալներ ունի, ու մենք հատուկ աշխատանք ենք տանում, հատուկ հաստատություններում նրա հետ, միգուցե սա այլևս չի լինի միլլեթի հայինի զավակը, այլ կդառնա թուրք զինվորական։
Դա փաստացի նաև ինչ որտեղ ես կապեի դեպշիրում էի քաղաքականության հետ։ Այո։ Արյան Հարկի հետ, որ ժամանակին ավելի վաղ շրջաններում, երբ որ քրիստոնյա ժողովուրդներից հավաքում էին երեխաներին եւ կամ ենիչերի էին դարձնում, զինվորական կամ վարչական ապարատի մեջ բյուրոկրատներ էին դարձնում։ Մեզ համար իհարկե առաջին բանը, որին մենք համեմատում ենք, դա դեպշիրմեն է։ Բայց մենք քանի որ գործ ունենք նոր մոդեռնիզացված կառավարության հետ, որ եվրոպական արժեքների կրող է, իրենք սովորաբար Օսմանյան կայսրության, որովհետև իրենց անցյալը գնում էր մինչև Թուրան եւ Կենտրոնական Ասիա, իրենք Օսմանյան կայսրության Բայազետին այդքան հղում չէին տալիս, էլի, այսինքն իրենք այդ օսմանյան պրակտիկաներից իբր վեր էին ու արդիական էին, բայց բնականաբար իհարկե սա Օսմանյան կայսրության ողջ պատմության ընթացքում քրիստոնյա փոքրամասնությունների զավակներին վերցնելը եւ նրանց փոխելը, սա մենք տեսնում ենք։ Եվ մենք նաև տեսանք, որ ցեղասպանության ընթացքում էլ հայ երեխաներին հավաքում էին, տեղավորում էին թուրքական որբանոցներ, սա նաև ոնց որ մեր քանակը շատ կարևոր էր, Գերմանուկյան, քանակը կարևոր էր։ 13 թվականից մենք ունենք ցեղերի եւ փախստականների տեղաբաշխման կոմիտե, որը գործում էր Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի ներսում։ Այդ կոմիտեի խնդիրը Բալկանների կորստից հետո փախստականներին տեղավորելն էր համաչափ Օսմանյան կայսրության ողջ տարածքում, Փոքր Ասիայով։ Բացի դրանից իրենք ունեին նաև ներսի ավելի փոքր խմբից կազմված գիտնականների խումբ, կարող ենք ասել, որի ղեկավարը Զիա Գեոքալպն էր։ Իրենք ժողովրդագրական պատկերն էին սարքում Օսմանյան կայսրության։ Տվյալներ էին վերցնում, մարդահամար էին իրականացնում, ազգագրական նկարագիր էին տալիս։ Այդ իսկ պատճառով առաջին համաշխարհային պատերազմում հենց այս ցեղերի եւ փախստականների տեղաբաշխման կոմիտեն էր պատասխանատու իրականացված տեղահանությունների համար, որովհետեւ հայերը հստակ գնում էին կոտորվելու, բայց այնտեղ կային բոսնիացիներ, չերքեզներ, քրդեր, արաբներ։ Արաբներին հարավից պետք էր բերել ավելի հյուսիս։ Քրդերին պետք է տեղափոխել այնպես, որպեսզի քրդերը չարաբացվեին։ Բալկաններից եկած մոհաջիրներին Իզմիր, Կոստանդնուպոլիս չենք տեղավորում, ուղարկում ենք դեպի Արևմտյան Հայաստան։ Այսինքն ընդհանուր իրենք էին ղեկավարում եւ իրենք էին որոշել, որ որևէ նահանգում 5%-ը պետք է չգերազանցի բնակչության։ Փոքրամասնությունները առհասարակ։ Նույնն էր նաև որբանոցների հետ։ Բոլոր հայ երեխաներին նպատակ չկար ձուլելու։ Երեխաները ընտրվում են։ Մենք ունենք այնտեղ դերձորի դեպքերը, որ հայ երեխաներին տանում եւ ծխամույց են անում, մենք ունենք Դիարբեքիրում երեխաների սպանությունը, մուշում երեխաների հրկիզումը եւ այլն։ Այսինքն երեխաները իրենց ընտանիքների այո, մենք այդ բոլոր ունենք, բայց դրա հետ զուգահեռ նաև էքսպերիմենտալ առումով վերցվում էր որոշակի քանակությամբ երեխաներ եւ նրանց հետ հատուկ աշխատանք էր տարվում։ Երեխաներ եւ կանայք որոշ պարագայում, որովհետեւ կանայք որպես այդպեսին չէին համարվում ազգային կամ ռասայական նկարագիր ունեցողներ։ Այսինքն իրենք մտածում էին, որ կինը ուղակի սեփականություն է, ինչպես խոշոր եղջերավոր անասունը տարար, դու իր հետ կարող ես անել ցանկացած բան, բայց երեխաները դա իհարկե իրենց սեփականություն էին։ Կներեք իհարկե տարածացամար, բայց օգտագործում են որպես նյութ երեխա ծնելու համար, որը կարող էր իրենց ազգի դեմոգրաֆիական նաև հարցեր լուծել։ Այո։ Քանի որ շատ ժամանակ չի մնացել, երկու հարց էլ կա, որ կուզենամ անպայման անդրադառնանք։ Մենք սկզբից ցպացինք, ասենք, բայց իսլամի դերի մասին մի փոքր խոսենք։ Փաստացի դուք նշեցիք, որ իրենք հիմնականում աթեիստ էին, բայց այնուամենայնիվ իսլամը ինչ որ դեղ խաղացել է, չէ՞, ցեղասպանության իրականացման շրջանում։ Որն է զուտ մոբիլիզացիան է, որն է։ Ուղղակի այս կոնտրաստը բերեմ, օրինակ, այս թուրքական օջախները ակումբներ ունեին, որոնք սփռված էին Օսմանյան կայսրության ողջ տարածքում, եւ օրինակ Կոմիտասին շատ էին հրավիրում այդ ակումբներում երգելու։ Դա Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի հավաքատեղին էր։ Այս ակումբներում մի դասախոսության ժամանակ Զիա Գեոքալպը կանգնում է եւ սկսում է քննադատել իսլամը։ Արդյունքում հանգում է այն եզրակացության, որ այս արաբների կրոնը ինչու եկավ կպավ մեզ, մերը թանրն է, մերը շամանիստական այդ գաղափարներն են Կենտրոնական Ասիայից բերված։ Իսլամը դա արաբական կրոն է։ Հալիդե Էդիպը եւ մի քանի այլ մտավորականներ իրեն հրավիրում են մի կողմ, կարգի են բերում, ասում են՝ արի չմոռանանք, թե մենք որտեղ ենք գտնվում։
Օսմանյան կայսրությունը ինքը իսլամական կայսրություն էր։ Իսլամը ինչքան էլ իրենք ցանկանային, իհարկե Քեմալը դա հետագայում կանի, բայց իրենք չէինք կարող դրանից հրաժարվել։ Իրենց խոսույթում դա միշտ կար։ Ցեղասպանության ընթացքում այն հսկայական ազդեցություն ունեցավ։ Նախ ջիհադը հռչակվեց, որը իհարկե արտաքինից որևէ ազդեցություն չունեցավ, բայց ներքին հսկայական կոչ էր դա։ Եվ բնակչությունը, որը կրթություն չուներ եւ այլն, իրենց ասում էին դու ուղակի քաֆրեն ես սպանում, Ալլահը հաստատ դա չի մոռանա, դու դրա համար դրախտ կընկնես եւ իհարկե դա հսկայական նշանակություն ունեցավ եւ ցեղասպանության ընդհանուր ընթացքի եւ իրականացման վրա ապահովեց մասսաների մասնակցությունը, մուսուլման բնակչության մասնակցությունը դրան։ Եվ մյուս բանը, որ կուզենայի էլի միակնարկ ունենայինք, բանը դա երիտուրքերի առաջնորդների գաղափարական այդ բանն է, շարժառիթները։ Օրինակ Ենվերը գիտեմ, որ պանթուրքիստ է, այսինքն ինքը հավատում է այդ պանթուրքական գաղափարներին եւ այդ իր անհաջող այդ բանը արշավանքը դեպի Կովկաս, Սարիղամիշի պարտությունը բան, հենց այն էր, որ ինքը փորձում էր այդ իր պանթուրքիստական երազանքը իրականացնել, միանալ Հյուսային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաները։ Մյուսների մոտ ինչ էր կատարում գլուխներում, այդ եմ ուզում հասկանամ, նույն Թալյատի։ Տեսեք, Թալյատի համար կենսական տարածքներ։ Կենսական տարածքը, որ մենք իրոք պատերազմի մեջ ենք, բայց մենք այս պատերազմը պետք է օգտագործենք ներսում պատերազմ վարելու համար։ Այս համաշխարհային պատերազմի ու ներսի պատերազմի ասիմետրիան, որ Թալյատի մոտ կար, սա ժամանակակից շատ հետազոտողներ նշում են։ 18 թվականի սեպտեմբերին Թալյատը Բերլինում էր, սա մինչև Օսմանյան կայսրության պարտությունն էր, այսինքն անմիջապես պարտությունից առաջ ինքը խոսակցություն է ունենում Մուհիդդին Բիրգենի հետ, որը եւս Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի անդամ էր, հետո հանրապետական շրջանում падգամավոր կդառնա։ Ինքը խոսում է ու Թալյատը բացատրում է, ասում է պարտությունը մոտ է, մենք sense տենց պարտվելու էինք, դա այնպես բան չէր, էլի բացահայտում չէր վերնախավի համար, բայց արաբական շրջանները պետք է ընդունենք, որ արդեն կտրվել են մեզանից, ու դա եղավ հենց պատերազմից անմիջապես հետո, մեր խնդիրը Անատոլիան էր։ Լավ են կարել, թե վատ, կարողացել ենք այստեղ ստեղծել ազգային պետություն։ Մեր մեջ երկպառակություն սերմանող տարրերը քչացել են։ Թալյատը շատ պրակտիկ բնավորությունն էր, այսինքն ինքը իհարկե այդ սոցիալ-դարվինիզմի անընդհատ պայքարի ինքը շատ լավ հասկանում էր, որ այո, իրենք պայքարի մեջ են եւ եթե ներքին հարցերն էլ չլուծեն, հնարավոր է որ տանուլ տան այդ պայքարում, բայց ինքը պրակտիկ մտածող էր։ Էնվերը փողոցային տերմինոլոգիայով ասած Միություն եւ Առաջադիմություն կոմիտեի ջահելն էր։ Ինքը ամենաերիտասարդն էր եւ այդ պանթուրքական գաղափարները գնանք, կռվենք, քարոզչություն անենք եւ այլն սենց։ Դա իր մեջ կար, բայց Թալյատը իրեն երբեք չի ճնշել։ Որովհետեւ այսպես ասեմ, հա, կար ընդհանուր պլան A, պլան B, պլան C։ Թրքացնում ենք Փոքր Ասիայի տարածքը, անցնում ենք Կովկասին, մարդ ես։ Եթե ստացվի միգուցե նաեւ կենտրոն։ Եվ նույնն էր նաեւ Թեշկիլաթ Մասուսայի պարագայում։ Հատուկ կազմակերպության։ Եթե մենք նայում ենք Սուլեյման Ասկերի, սա մի կազմակերպություն էր, որը ստեղծվել էր հենց նաև տեղանությունների իրականացնել հայերը կոտորելու համար։ Ինքը գոյությունը շատ ավելի վաղ էր, բայց հետագայում իրենք օգտագործվեցին նաև դրա համար։ Իրենց խնդիրը ո՞րն էր՝ հակահետախուզությունը, քարոզչությունը եւ Քուշչուբաշը, Էշրեֆը, Սուլեյման Ասկերին, իրենք ասում են մենք գաղափարախոսներ չենք։ Այս լսարանի դիմաց պետք է պանիսլամիզմ քարոզել, մենք անում ենք։ Այս մյուսի դիմաց պանթուրքիզմ խնդիր չկա։ Այսինքն տեսեք, կար քաղաքականություն, հստակ քաղաքականություններ միատար դարձնել եղած Օսմանյան կայսրության տարածքը, Փոքր Ասիա թերակղզին, բայց իհարկե ձեռքի հետ օգտագործում են նաև այլ գաղափարախոսություններ, դրսից օգնություն ստանալու, հետագայում հնարավոր ծավալումն ապահովելու համար, այսինքն իրենք դա չէին բացառում։ Հա, շատ հետաքրքիր է, էլի, ու հասկանանք այդ բազմակարծությունը, բազմազանությունը կա, էլի։ Օրինակ դրանով մեր գոլեգաները խոսում են այլ գիտնականներ, ովքեր ունեն հոլոկոստով են զբաղվում։ Երբ որ իրանք փորձում են հիերարխիան գծեն երիտուրք ոչրագործ խմբի մեջ,
Գերմանիան բարձ է, Հիտլերն էր ամեն ինչի գլուխ, հետո Հիմլերն էր, այսինքն դե հստակ կային բաժանումներ, ով ում են։ Մեր դեպքում իհարկե Թալյատին մենք ընկալում ենք որպես գլխավոր ոչրագործ, բայց պետք է հասկանանք, որ մյուսները ոչ պակաս մեծ կշիռ կարող է ունենան եւ նույն Բեհայդին Շակիրը կամ Նազիմը, որոնք մեր հասարակության համար շատ առաջնային պլանի չեն ընկալվում որպես ոչրագործներ, բայց իմ կարծիքով հենց այդ առաջնային պլանի ոչրագործներն են, իրենք սեփական ազատություն ունեին խաղը տանելու, այն ինչ որ դու նշեցիր, էլի, խնդիրը կար, մի խնդիրը դրված էր եւ ազատություն էր տրված միջոցները ընտրելու առումով, ճիշտ եմ ասում։ Հա, իհարկե, այդ զուլումը իրականացնելու համար Մեհմեդ Ռեշիդը Դիարբեքիրի որբանոցները տարավ երեխաներին կամ եփրատում խեղտեց կամ այրեց ուղակի, որովհետեւ ասեց հիմարություն է։ Ինքը Լյուդվիգ Բյուխների հետևորդն էր ու էլի սոցիալ-դարվինիստ էր, բայց ինքը ասում էր, հիմա չեմ հասկանում, այս միլլետ հայինի երեխեքը բերել ենք, կերակրում ենք, մուսուլման զինվորների երեխաները սովից մահանում են։ Ինչ իմաստ ունի։ Ու բնականաբար հրամանը եկել էր Կոստանդնուպոլից, որ ինքը որբանոցներ պետք է հիմնի, բայց երբ որ ինքը այրեց այդ բոլորը եւ տուրք չտվեց այդ հրամանին, իրեն ոչ մի բան չեղավ։ Այստեղ մի կարևոր բան կա ուղղակի։ Ու դրա կներես ինչ պետք է ասես, ու դրա զուգահեռ կար, ասենք, Հալիդեյտիպը եւ այլ որբանոցները, Ջեմալը, որը հիմնում էր այդ որբանոցները, որովհետեւ ուզում էր ձուլման միջոցով հասնել։ Այո։ Տեսեք, ի սկզբանե Միություն եւ Առաջադիմություն կոմիտեում 90-ականներում, երբ որ իրենք խնդիր ունեին այդ երկու խմբակների Ժնևի ու Փարիզի, Միզանջի Մուրադը մի կողմ էր քաշում, Ահմեդ Ռիզան մյուս կողմ էր քաշում։ Իրենց տապալումից հետո Միություն եւ Առաջադիմություն կոմիտեում կար նման կոնսենսուս, որ մեկ ղեկավար չի լինելու։ Ու մենք աստիճանաբար 90-ականների սկզբին գալիս ենք 900-ականների սկզբին կենտրոնական կոմիտեին։ Այսինքն մի վարչական մարմին Միություն եւ Առաջադիմության ներսում, որը պետք է որոշումները կայացներ եւ հետեւեր դրանց գործադրմանը։ Կենտրոնական կոմիտեն ուներ 12-ից 16 անդամ, նայած թե ոնց ընտրվեին, ցեղասպանության տարիներին անդամների փոփոխություն տեղի չի ունեցել։ Այդ նույն Նազիմը, Բեհայդին Շակիրը, Զիագիո Քալփը, Թալյատը, Կուրչուբաշե Էշրեֆը եւ այլն մարդիկ, որոնք հսկայական դերակատարություն ունեցան, իրենք կենտրոնական կոմիտեի ներսում էին, իսկ կենտրոնական կոմիտեն ինքը կլոր սեղան էր։ Այնտեղ որոշումները միահամուռ կերպով էին իրականացվում։ Նույնն է նաև Թեշքիլաթը Մահսուսան։ Ինքը ուներ արևելյան, հարավային, արևմտյան բաժիններ, ամեն մեկը ուներ իր ղեկավարը եւ այնտեղ եւս մենք 4-5 անունների էինք հանդիպում, որոնք որ հիմնական դերակատարներն էին եւ որոշում իրականացնողներ էին։ Այսինքն երբ որ Միզանջի Մուրադին Աբդուլհամիդ II-ը պաշտոն խոստացավ, կաշառեց ու հետ բերեց, Իսհակ Սյուկութին 1902 թվականին քարտուղարը լինելով կոմիտեի ընկավ սուլթանի լրտեսների ձեռքը եւ ամբողջ նամակագրությունը սուլթանը ստացավ եւ իմացավ իրենց գործունեության ողջ բովանդակությունը եւ նոր անդամներին, իրենք որոշեցին, որ վերջ, այսպես չի լինելու, մեկ անհատով պայմանավորված չի լինելու։ Հա։ Եվ դա իրոք հատուկ առանձնահատկությունն է մեր պարագայում, էլի որտեվ ասենք Կամբոջայում Պոլ Պոտը կա, այսինքն կան ֆիգուրներ, որոնք ավելին են, քան մյուսները, մեր դեպքում դա չկա։ Թեև իհարկե Թալյատը հետո մեր մոտ ավտորիտար ավելի վարչակարգ էր, ինքը տոտալիտար չէր։ Մենք Թալյատի հրահանգները ունենք Հալեպի շրջանին, որ ինքը ասում է մեզ հայտնի մարդկանց տեղահանեցիք դեպի հարավ, որովհետև մենք գիտենք, որ չեք տեղանել։ Մի ամիս հետո նորից է հրաման տալիս։ Այսինքն մենք ինչ որ ձևով կարող ենք պատկերացնել տոտալիտար վարչակարգում նման բան։ Ոչ։ Ալի Սուադը ինքը ավելի մեղմ դիրքորոշում ուներ, չէ՞, հայերի նկատմամբ Հալեպի բան։ Իրեն ինքը ուղղակի չէր տեղահանում, չէր կոտորում, իրեն փոխարինեցին Սալի Զեքիով, Զեքին շատ ջերմեռանդությամբ կպավ գործին ու շատ լավ իրականացրեց ջարդերը։ Ալի Սուադին ինչ պատահեց։ Ոչ մի բան, պաշտոն ստացվեց ուրիշ տեղ, տեղափոխվեց ուրիշ շրջան։ Անկարայի ղեկավարը, որ հրաժարվեց ու չմասնակցեց կոտորածներ, էլի մի ուրիշ տեղ պաշտոն ստացավ, տեղափոխվեց այնտեղ։ Այսինքն դու չես ուզում, մի խանգարի, գնա, մենք մեր մարդիկ ունենք, մենք իրականացնենք դա։ Այսինքն դա ավելի շատ ներկուսակցական։ Մոտավորապես, հա, ես փորձել եմ հաշվեմ, իհարկե մի քիչ բան հաշվեմ, 50 հոկանոց մի խումբ էր, որոնք այդ ամբողջ ընթացքում որոշում կայացնելու իրավունք ունեին։ Այո։
այսինքն այդ 50 հոգին ինչի նկատում է որ 50 հոգի, դա այն մասներ, որ տեղում կարող էր առանց պոլիս ցուցում խնդրելու տեղում իրականացնել մի բան իրականացնել։ Տեսեք, կար ընդհանուր կոնսենսուս։ Մենք չենք ուզում, որ Օսմանյան կայսրությունը մասնատվի։ Մենք փորձում ենք պարտություն չկրել այս պատերազմում, մենք կոնկրետ գիտենք ովքեր են մեր ներքին թշնամիները։ Գիտենք ում հետ դեռ ժամանակ ունենք աշխատելու, օրինակ քրդերի հետ, հա։ Ու գիտենք, որ այնտեղ խումբ կա, որի հետ ընդհանրապես ոչ մի ձևով էլ հնարավոր չի։ Դրանց հարցերը պետք է լուծենք։ Հա։ Իհարկե սարսափելի թեմայի մասին ենք խոսում, սարսափելի են առումով դու հասկանում ես, որ ինքը այնքան լավ մշակված մեխանիզմ էր, այնքան լավ էր աշխատում, նաև այդ մեխանիզմը լավ էր աշխատում, որտեղ կար կոնսենսուս։ Բոլորը գաղափարապես հավատացած էին այդ գաղափարի մեջ, որ հայերը վտանգ են, հայերը խոչընդոտ են իրենց զարգացման համար եւ դա գոյաբանական խնդիր է եւ ուզում եմ որ դա էլ անպայման մեր ունկնդրին մենք այդ ուղերձ ուղարկենք որ երբ որ ասում է այդ ոնց եղավ որ կոտորվեցին այդ ոնց եղավ որ հնարավոր եղավ որովհետեւ կար համակարգված աշխատանք կար շատ լավ կազմակերպված աշխատանք գաղափարախոսություն եւ հասարակությունում կոնսենսուս կար սկսած այդ վերևի այդ 50 հոգանոց խմբից վերջացրած հասարակ գյուղացին կոնսենսուս իրենք կարողացել էին դա նաև տեղավորել մարդկանց ուղեղներում, նաև գաղափարական շատ լավ աշխատանքով, քարոզիչությամբ, որտեղ ես հիշում եմ էլի որ կարդում ես, քարոզիչներ էին գալիս, մշտապես նահանգներ գալիս էին քարոզիչներ եւ քարոզում էին։ Ու որ քարոզիչները գալիս էին, իրենք չէին ասում, Սպենսերը սա է գրում, Դարվինը նա է գրում, որովհետեւ գիտեին, որ ժողովուրդը դա չի հասկանալու։ Ասելու են հայ է, դավաճան է, քյաֆր է, կարող ես սպանել, իր ընտանիքը կարող ես վերցնել, իր հողը կարող ես վերցնել, դու դրա համար պատժի չես ենթարկվելու։ Հակառակը կփրկես հայրենիքը, կփրկես հայրենասիրությամբ դրախտ կգնաս, կփրկես հայրենիքը։ Եվ նաև ասում եմ բանը Զիագյո Քալպի մոտ ի վերջո դա նաև հետաքրքիր ալեգորիաներով է, չէ՞, արվում։ Խնձորի գաղափարն է, որ ոչ թե խնձորի, պարտեզի գաղափարը, որ պարտեզում կան ծառներ, որոնք խանգարում են, որոնք արդեն բանով միջատներով թունավորված են, եթե իրենց չխանես ամբողջ պարտեզը ժողովուրդը պարտեզ է, մենք պարտիսպան։ Հա, այդ պարտիսպանի գաղափարը շատ տպավորիչ է։ Իսկ Զլելման էլ են խնձորներ, ռասայական են վեհ ապագան, որին որ իրեն գնում էին։ Հա։ Ռեգինա ջան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր է, բայց վերջի հարց ունեմ, այդ ավանդական հարցը, որը ուղղակի այս թեմայի հետ կապված չի, բայց բոլորին բյուրեն հարցնում եմ, ինչու զբաղվել հասարակագիտությամբ։ Ինչու չզբաղվել քիմիայով, ֆիզիկայով, ավելի sense առօրյա տենց կիրառական գիտություններով ու զբաղվել, տես մենք այսօր խոսեցինք բաների մասին, որ թվում է թե եթերային բաներ են, գաղափարախոսություններ։ Ինչու զբաղվել հասարակագիտությամբ, որը թվում է թե նման բան է եւ նաեւ ինչի դու որոշեցիր դու կարող ես քիմիկոս դառնալ եւ կարծում եմ որ քո ունակությունները քեզ թույլ կտային լավ քիմիկոս դառնալ անկեղծ ասած նման ցանկություն երբևէ չեմ ունեցել նույնիսկ դպրոցական տարիքից բայց շնորհակալություն որ գտնում եք որ ես կարող եի լավ քիմիկոս դառնալ ուրեմն տեսեք մեր խնդիրը հումանիտար գիտությունների հասարակական գիտությունների լրիվ ուրիշ է մարդը ինքը շատ բարդ էակ է մենք զբաղվում ենք ի վերջո մենք այս ամեն ինչի լեզվաբանություն, գրականություն, պատմություն, մենք փորձում ենք մարդուն հասկանալ, մարդկային խմբերը եւ դա ընդհանրապես հեշտ չի, բայց դա է մեզ մարդ պահում։ Այո, այսինքն միայն ֆիզիկայով եւ քիմիայով, որոնք շատ հսկայական կարեւոր նշանակություն ունեն, բայց մենք ենք որոշում, թե մարդը ինչ արժեքներ պետք է ունենա։ Ճիշտ է։ Համաձայն եմ, որ երկու բան շատ համահոն շատ իմ սրտից նշեցիր, որ ինքը բարդ է, չգիտես չի մարդկանց թվում է, թե այլ գիտություններից կարելի է հեշտությամբ գալ եւ պատմությամբ զբաղվել եւ մենք ունենք այդ ֆիզիկոսների թողներեն ինձ իմ ֆիզիկոս ընկերներ այդ հոսքը դեպի այսինքն փորձերը պատմությամբ զբաղվելու, որովհետեւ թվում է թե հեշտ է, կարտացիր, վերարտադրեցիր, դա շատ բարդ է, որովհետեւ փոփոխականներն են շատ, ամեն մեկի սուբյեկտիվիզմը կարող է ազդի process-ների վրա եւ նաեւ երկրորդ բանը որ շեշտեցիր, որ մենք ի վերջո ուսումնասիրում ենք ամենակարևոր բանը մարդուն Դեռ քիմիան եւ ֆիզիկան իրան գործում են անկախ մեր ցանկությունից եւ բոլորի վրա ասենք բոլորի վրա նույն օրենքները գործում են բայց ինչա գործում մեր հասարակության ներկայացում դա տալիս է հասարակագիտությունը շնորհակալություն որ զբաղվում ես այս թեմայով եւ այսօր ես էլ շատ նոր բաներ իմացա թե թվում է թե ամբողջ օր այդ թեմայի մեջ եմ շնորհակալ եմ ես եմ շնորհակալ